Նստեք։ 2026 թվականի հունիսի 15-ի նշանակված դատական նիստի հայտարարում բացված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը սույն դեպքում հանդես գալով որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Անահիտ Աբրահամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերիամ Բարծումյանի, Արմենուհի Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկվանի դրամբաց դատական նիստում քննության առում Կոտայքի մարզի առաջինացիան ընդհանրության դատանի դատավոր Արմեն Վարուշյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդություն նիստերի քարտուղարեն խնդրում զեկուցել ովքեր ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովիկ Շահնազարյանը, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանը եւ Կոտայքի մարզի առաջին այցյան ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարուշյանը։ Շատ լավ, շնորհակալություն բարձրաբանման համար։ Հայտնեմ, որ խորհրդի անդամ Աշոտ Հայրապետյանը գտնվում է հերթական արձակուրդում, դրա համար չի մասնակցում խորհրդի այս նիստին։ Խորհրդի անդամների կողմից կա ինքնաբացարկի միջնորդություն, չունենք, կա միջնորդություն բացարկի վերաբերյալ։ Չկա։ Դուք ունեք բացարկի վերաբերյալ։ Չկա հարգելի խորհուրդ, ուղղակի հաշվի առնելով, որ դատական նիստը տեսած այնագրվում է, խնդրեմ քննարկել դրա թույլատրելիության հարցը։ Հա, ճիշտ է, բացարկի հետ կապ չուներ, թույլատրելիության հարցը քննարկելու մի հատ կբարձաբանեք, այդ ինչա նշանակում, ինչ նկատի ունեք, թույլատրելի, անթույլատրելի։ Հարգելի խորհուրդ, ըստ էության սույն հարցի քննարկման շրջանակներում հանդես եք գալիս որպես դատարան, դա տարածվում է դատավարական կարգի նկատմամբ վերաբերել իմացով վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները։ Նույն օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն դատական նիստի տեսաձայնագրումը կատարվում են նիստի ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ։ Եվ ըստ էության առարկում եք։ Չեմ ցանկանում տեսաձայնագրություն իրականացվի, այո։ Ասեք ինչ։ Ըստ էության հաշվի առնելով, որ տեսաձայնագրությունը հայտնվելու է նաեւ համացանցում, հասանելի է դառնալու անորոշ թվով մարդկանց, որոնք որ ոչ ի օգուտ Նախ միջանկել պարզաբանան, որ ուղիղ հեռարձակում չի, պարզա, դուք էլ երևի թե տեղյակ եք։ Բայց ըստ էության նաև պրակտիկան ցույց է տալիս, որ հասանելի է դառնում համացանցով, բոլորին հասանելի է դառնում ու մտավախություն ունեմ, որ ի չարս կարող է օգտագործվել նիստի տեսաձայնագրությունը դատական իշխանության դեմ որոշ անձանց, այդ թվում նաև վարույթումս գտնվող գործերով կողմերի կողմից։ Մի քանի տարբեր բան ասացիք, դատական իշխանության դեմ վարույթում գտնվող կողմերի հետ կապված կոնկրետ ձեր առարկությունն չի դա կապված։ Առարկությունս վերաբերում է կոնկրետ դատական նիստի տեսաձայնագրարման դեմ։ Ում այ վերջո էլի դա վնաս տալ, մի քանի բան ասացիք, ուզում եմ մի փոքր հստակեցնենք, որպեսզի ավելի պարզ լինի, հիմա մենք պետք է անպատասխան որոշում կայացնենք, պետք է խորհրդի անդամներին բոլորին պարզ լինի ու նաև գուցե հանձնաժողովի ներկայացուցիչները դիրքորոշում հայտնելու ցանկություն ունենան, իրանց համար էլ պարզ լինի ձեր դիրքորոշումը ու հստակ։ Ամենայն հարգանքով հարգելի խորհուրդ, ուղղակի իմ կողմից մեջբերված իրավակարգավորումը կոնկրետ առարկության իրավական հիմնավորում չի պահանջում, բայց պարզաբանեցի, որ այդ դատական նիստի տեսաձայնագրումը հասանելի դառնալով համացանցում կարող է որոշ անձանց, այդ թվում նաև ին վարույթում գտնվող գործերով մեղադրյալների կամ այլ դատավարության մասնակիցների կողմից ի վնաս ինձ օգտագործվի։ Շատ լավ, հետևաբար չեք ցանկանում, որպեսզի ձայնագրվի եւ տեսաձայնագրվի։ Տեսաձայնագրվի եւ հեռարձակվի։ Շատ լավ։ Ինչ կարծիք ունեք, խնդրեմ։ Հարգելի Բարձրագույն դատական խորհուրդ, ըստ էության, քանի որ դատավոր ներկայացած փաստարկների գնահատումը բացառապես Բարձրագույն դատական խորհրդի թե որպես դատանի, թե որպես համանդրական մարմնի առաքելությունների տիրույթում է, ես կարծում եմ, այս հարցի լուծումը պետք է տրվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից եւ թողնում եմ ձեր հայեցողություն։ Շատ լավ։ Խնդրեմ։ Հարգելի Բարձրագույն խորհուրդ, դատավորի կարծիքը լսելուց հետո
Որոշակիորեն ես որպես քրեական գործեր քննող դատավոր իմ համար ընդունելի է այն տեսանկյունից, որ այո նշեց մեղադրյալների կողմից եւ այլն շատ հաճախ է լինում, որ նմանատիպ կարգապահական վարույթներ այդ դատավորի վրա քննարկվում, ընդհանրապես այս վարույթի հետ կապ չունեցող կողմերը սկսում են դա որպես ինչպես ասեմ, դատավորի դեմ օգտագործել։ Օրինակ, մեղադրյալը գալիս կանգնում ասում է դուք կարգապահական պատասխանատվության ենթարկված եք կամ ձեր հարցը քննարկվում է, ուստի դուք ես սկսում եմ բացարկնել այս կամ այն ձևով շահարկել։ Զուտ սա այս տեղեկատվությունը ձեզ հայտնեմ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, հարցեր կան։ Ունեք խնդրեմ։ Հարգելի պարոն Վարոսյան, դուք տեղյակ եք ԲԴԽ որոշման մասին, որը կարգավորում է որոշ հարաբերություններ, թե ոչ, երբ որ այս միջնորդությունը ներկայացնում եք։ Աշխատակարգի մասին է խոսքը։ Ոչ։ Տեղյակ չեմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Մի քանի րոպեից կվերադառնանք հեռանք որոշում կայացնել։ Կարող եք նստել։ Այսպեսով դատական նիստը շարունակվում է, ընդմիջում էր հայտարարվել Արմեն Վարոսյանի կողմից ներկայացված դիրքորոշման վերաբերյալ պատասխան որոշում ընդունել եւ դիրքորոշում հայտնելու համար եւ այսպեսով հիմք ընդունելով բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված աշխատակարգով սահմանված կարգնային մասին, որ խորհրդի դրված նիստերը հեռարձակվում են պաշտոնական կայքում, հաշվի առնելով կարգապահական վարույթների առանձնահատկությունն ու դրանք հրապարակային ու թափանցիկ իրականացնելու սկզբունքներն ու չափանիշներն, ինչպես նաև ելնելով հանրային հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունից, խորհուրդը գտնում է, որ սույն նիստը կարող է տեսաձայնագրվել եւ հրապարակվել պաշտոնական կայքում։ Անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշմամբ խորհուրդը լրացուցիչ կներկայացնի դիրքորոշում, բայց այդ դիրքորոշումը չի կարող սրանից որևէ ձևով տարբերվել։ Այսպիսով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել բարձրագույն դատական խորհրդին։ Արդյոք առկա է այդպիսի հանգամանք, որը կցանկանաք տեղեկացնել։ Այդպիսի կարգա չեն արգելի բարձրագույն դատական խորհուրդ։ Շատ լավ։ Մինչև միջնորդության նստեցության ներկայացնելը կա այնպիսի հարց, որը անհրաժեշտ կհամարեք հիմա քննարկել, մինչև միջնորդություն նստեցության ներկայացնելը ձեր կողմից։ Նաև որոշակով է ներկայացնել։ Դուք պարոն Վարոսյան։ Շատ լավ, խնդրեմ համեցեք, մոտեցեք ամբիոնին, ով է ներկայացնում, ներկայացրեք միջնորդությունը։ Պարոն Հովհաննիսյանը կներկայացնի։ Շատ լավ։ Նաև հաշվի առնենք, որ միջնորդությունը խորհրդի բոլոր անդամները ունեն, նաև արգաժան դատավորը ունի, ամբողջությամբ կարծում եմ ընթերցելու անհրաժեշտությունը չկա, փաստերով հստակ կետերով ներկայացնեք։ Շատ լավ։ Հետո հարց ու պատասխանով ըստ անհրաժեշտության արդեն։ Ես ինքս ուզում էի նման ձև միջնորդել, նշեցի կարծում։ Շատ լավ։ 2026 թվականի հունվարի 19-ին հանձնաժողով է ստացվել դատական դեպարտամենտի ղեկավար Նգալստյանի համապատասխան գրությամբ վերահսկագրված Էդուարդ Ներսիսյանի, այսուհետ նաև հաղորդում ներկայացած Կոդակի մարզի առաջի այցանի ընդհանրության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու մասին։ Հաղորդմամբ Ներսիսյանը նշել է, որ թիվ ԿԴ 00341124 քրեական գործով դեռևս 03-12-2024 թվականին որոշումը կայացվել դատական ակտ հրապարակելու վերաբերյալ, սակայն տեղեկատվություն չունի գործի ընթացքի մասին։ Անդրադառնալով կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին, հանձնաժողովը փաստում է, որ թիվ ԿԴ 00341124 դատական գործով 2024 թվականի նոյեմբերի 6-ին դատավորի կողմից կայացվել է Էդվարդ Ներսյանի կողմից ներկայացված միջդատական ակտը վիճարկելու բողոքի հիման վրա վարույթ հարուցելու մասին որոշում։ Միաժամանակ որոշվել է բողոքի քննություն իրականացնել գրավոր ընթացակարգով դատական ակտի կայացման օր նշանակելով 2024 թվականի դեկտեմբերի 3-ը։ Հանրաժողովում կարգապահական վարույթի հարցման հարցի քննարկման օրվա 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ դատական համակարգ տեղեկատվական համակարգչային ծրագրում հիշել դատական գործի շրջանակներում խնդրող առարկա բողոքի քննության արդյունքում դատական կայացած լինելու վերաբերյալ տեղեկությունները բացակայել են։ Իսկ հաղորդում ներկայացրած անձը հաղորդում ներկայացնելու օրվա դրությամբ դեռևս համապատասխան որոշումը ստացած չի եղել։ Վերոշյալի կապակցությամբ հանրաժողովը հարկամը մտածել, որ դեռևս
Կարգապահական վարույթի հարցման փուլում որոշակի հայտնի դարձած հանգամանքների, մասնավորապես հաղորդման եւ դատական համակարգ տեղեկատվական համակարգչային ծրագրում համապատասխան դատական գործի ընթացքի վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքում փաստվել է, որ դատանը դեմս թիվ ԿԴ 00341124 դատական գործով Էդվարդ Ներսյանի միջդատական ակտը վիճարկելու բողոքը քննող դատավորի բողոքի քննությունը չի իրականացրել, քրեական դատության ազգակի 203-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետներով բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը բողոքը ներկայացած անձին չի ուղարկվել նույն օրենսգրքի 304 հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներում։ Հանրաժողովը հարկ է համարում նշել, որ կարգապահական վարույթի հարուցումից հետո դատական համակարգ տեղեկատվական համակարգչային ծրագրում համապատասխան դատական գործի ընթացքի վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքում հանրաժողովը պարզել է, որ իշար դատական գործով 2026 թվականի ապրիլի 10-ին հրապարակվել է 2024 թվականի դեկտեմբերի 3-ով թվագրված միջդատական ակտը վիճարկելու բողոք քննություն առնելու մասին որոշումը։ Վեր շահադրվածի համատեքստում նման պայմաններում հանրաժողովը փաստում է կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ արձանագրված եւ վերը իշտակված փաստերն այլևս անվիճելի են այնքանով, որքանով դատարանի վարույթում գտնված թիվ ԿԴ 00341124 դատական գործով միջդատական ակտը վիճարկելու բողոքի քննություն չի իրականացվել քրեական դատության ազգակի 203-րդ հոդվածի 4 մասով նախատեսված ժամկետում հիշա բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը բողոքը ներկայացած անձին չի ուղարկվել նույն օրենսգրքի 204 հոդվածի 4 մասով սահմանված ժամկետում։ Դատավորի բացատրությամբ անվերապահորեն ընդունել իր կողմից թույլ տված խախտումը ներկայացնելով դրա պատճառները վերաբերյալ իր բացատրությունը կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ արձանագրված դատական ժամկետների խախտման փաստը ստեյության ընդունելի է եղել նաև դատավորի կողմից հանրաժողովի ներկայացնող այն պատճառները, որոնք էլ ըստ դատավորի համակցության մեջ հանգեցրել են հանրաժողովի կողմից արձանագրված դատական ժամկետների խախտմանը։ Վերագրալի հաշվառման եւ նման պայմաններում հանրաժողովը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Էդվարդ Ներսյանի միջդատական ակտը վիճարկելու բողոքի վերաբերյալ որոշումը կայացվել է դատողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցումից հետո 2024 թվականի ապրիլի 10-ին քրեական դատության ազգակով այդպիսի որոշումների հրապարակման համար սահմանված վերջնաժամկետից շուրջ 1 տարի 4 ամիս անց։ Հանրաժողովը արձանագրում է, որ համաձայնելով դատավորի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված գործերի քննությունը որոշ դեպքերում դատական օրենսգրքով սահմանված հատուկ ժամկետներում իրականացնելու անհնարինության հանգամանքի հետ եւ չբացառելով այդպիսի հնարավոր իրողությունները, այնուամենին հանրաժողովը գտնում է, որ դատավորների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելու ցանկացած դեպքում էական նշանակություն ունի ինչպես ծանրաբեռնվածության աշճանը, այնպես էլ թույլ տված ուշացման տևողությունը, վերանալով այս երկու էական պայմանների ողջամիտ հարաբերակցությունը օբյեկտիվ համաչափությունը։ Վերնշվածի առումով հանրաժողովը փաստում է, որ կարգապահական վարույթի զանցակազմի ապարտադիր հատկանիշ համարվող մեղքի բացակայությունը կարող է հաստատվել այն դեպքում, երբ ծանրաբեռնվածության փաստուժով դատավորը օբյեկտիվորեն զրկված է եղել կարգապահական խախտման զանցանքը ամբողջացնող մեղավորության ենթադրյալ գոյությունը գնահատելու եւ արարքի վտանգավոր հետևանքները կանխելուն ուղղված անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից։ Ասվածից հետևում այս հնարավորությունը հարկ է քննարկման արկադարձությունը թույլ տված խախտման բովանդակությունը կազմող գործի քննության ձգձգման որոշման ուղարկման ժամկետների տեղեկության, ինչպես նաև նույն դատանում արկա դատավորների նույնպիսի ծանրաբեռնվածության պայմաններում գործերի քննության ապահովման համատեքստում։ Տվյալ դեպքում դատավորի գրավոր բացատրության նույն դատանի նախագահի վերը վկայակոչված գրությամբ նշված փաստական տվյալների համատեքստում դիտարկելով դատավորի բացատրությամբ խախտման առաջ քաշված ծանրաբեռնության մասին պատճառը հանրաժողովը պարզել է, որ դատավորը 2024-25 թվականի ընթացքում ստացել քննված գործերի քանակով չի համարվում դատանի ամենածանրաբեռնված դատավորը։ Հետաբար համադրելով քրեական գործերի միջդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի կատարման դատական հանձնարարությունների մասով ստացված եւ ավարտված գործերի ընդհանուր քանակները, հանրաժողովը եկել այն համոզման, որ դատավորը չի եղել այն աշճան ծանրաբեռնված, որպեսզի հանգամանքը կարող է օբյեկտիվորեն թույլ տալ վերջինիս բողոքի քննության արդյունքում դատական ակտը ուղարկել անձին շուրջ 1 տարի 4 ամիս հետո։ Անդրադառնալով դատավորի գրավոր բացատրությամբ բերված այն փաստակին, որ թիվ ԿԴ 00341124 դատական վարույթով որոշման վարույթի հանրային մասնակիցների վրա չի դրվել որևէ պարտականություն, այդ թվում քրեական վարույթ նախաձեռնելու նախաքննություն կատարելու թիվ ԿԴ 00341124 դատական վարույթով կայացված դատական ակտը Էդվարդ Ներսյանի կողմից բողոքարկվել է վերադարձ դատականացիային եւ երկրինչ դատանի որոշումը մնացել է անփոփոխ, հետեւաբար դրա ուշ տրամադրումը ոչ միայն Էդվարդ Ներսյանի, այլև վարույթի հանրային մասնակիցների համար չի առաջացրել եւ դրա դեպքում չէր կարող առաջացնել որևէ բացասական հետևանք, հանրաժողովը հակամում նշել հետևյալը։ Վերաքննիչ քրեական դատանի 2024 թվականի ապրիլի 27-ի որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ Էդվարդ Ներսյանի հատուկ վերանման բողոքը մերժվել է, բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ։ Վերաքննիչ քրեական դատան արձանագրել է, որ Էդվարդ Ներսյանի հաղորդման հիման վրա քննիչի կողմից քրեական վարույթ նախաձեռնելու հրաժարվելը իրավաչափ է, հաշվի առնելով հաղորդման մեջ նշված դեպքը քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի ակնհայտորեն չի համապատասխանում։
Արդյունքում եկել հետեւության Էդվարդ Ներսյանի բողոքը մերժելով առաջացան դատանը թույլ չի տվել դատական սխալ, այդ թվում նաև քրեադատական օրենքի այնպիսի խախտում, որը կարող է ադեցուներ գործի ելքի վրա եւ գործով կայացրել է ստեյթոն ճիշտ լուծող դատական ակտ։ Ուստի հիմնավորված են Կոտայքի մարզի առաջացանի ընդհանրության դատանի 2024 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ արտահայտված հետևությունները։ Տվյալ դեպքում հանձնաժողովը եւս փաստում է դատանի որոշմամբ կատարված հետևությունները, որոնք իհարկեչափ են համարվել վերաքննիչ քրեական դատանի կողմից։ Վարույթի անհանրային մասնակիցների վրա չի դրվել որևէ պարտականություն, այդ թվում քրեական վարույթ նախաձեռնելու եւ նախաքննություն կատարելու։ Միևնույն ժամանակ չնայած տևական անորոշությանը բողոքը բերած անձին իրացրել է բողոքարկման իր իրավունքը։ Այնուամենայնիվ դատավորի կողմից թույլ տված դատական ժամկետների խախտումները այդչափ երկար տևողության պայմաններում հանրաժողովի գնահատմամբ հեղինակազրկել են դատական իշխանությունը, քանի որ դատական իշխանությունը չի կարող չհեղինակազրկվել այն պայմաններում, երբ անձը իր բողոքի վերաբերյալ, որի քննությունը պետք է իրականացվեր 1 ամսյա ժամկետում։ Այդ ժամկետից ավարտից հետո 1 տարի 4 ամիս մնում է անորոշության և սպասման մեջ, իսկ համապատասխան դատական ակտը ստանում է հաղորդման քննարկման արդյունքում կայացված դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուց հետո միայն։ Հանրաժողովը հատկապես կարևորում այն հանգամանքի ընդգծում է եւ շեշտադրում է դատական ժամկետներում համապատասխան գործողությունների կատարումը դատավորի համար իմպերատիվ պահանջ է եւ այն չի կարող եւ չպետք է պայմանավորված լինի այն հանգամանքով թե իրավունքի որևէ սուբյեկտի վրա պարտականություն դրվել է թե ոչ։ Իհարկե որոշ դեպքերում կախված խախտված ժամկետի տևողությունից եւ վարույթի համար իրական այլ հանգամանքներից այդ խախտումները կարող են որակվել որպես նվազ կարևոր, սակայն հաշվի առնելով սույն վարույթով քննարկվող խախտման բնույթն ու տևողությունը եւ ելնելով խախտման ծանրության աշճանից հանրաժողովը ընդգծում է որ դատարան դիմաց անձը 1 տարուց ավել ակնկալել է գործի քննության համար սահմանված ժամկետում ստանալու դատարանի որոշումը անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ելք կունենար բողոքի քննությունը։ Արդյունքում ամփոփելով վերշահադրված ոչ իրական դիրքորոշումը հանրաժողովը գտնում է քննարկվող դեպքում արկայեն Սահմանադրության, դատական օրենսգրքի եւ քրեական դատարանության օրենսգրքերի առերևույթ նորմերի առերևույթ խախտումներ։ Եվ միաժամանակ անդրադառնալով դատավորի կողմից թույլ տված կարգապահական խախտման նկատմամբ վերջինս հոգեբանական վերաբերմունքը ըստ այդմ մեղքի ձևը գնահատելու համար ելեկետային է համարվում վերջինս բացատրությամբ հայտնված տեղեկություններ եւ գտնում է որ դատավորը թույլ է տվել վերշահադրված իրավունքի նորմերի եւ դատավորի վարքագծի կանոնների խախտումը, որոնք վերջինս կատարել է կոպիտ անփութությամբ։ Միաժամանակ հանրաժողովը հարգելով դատավորի կարգավիճակն ու գիտակցելով վերջինս հեղինակությունը բարձր պահելու պարտականությունը ընդգծում է դատավորի վերաբերյալ սուր որոշման արձանագրված պնդումները, դիրքորոշումները եւ այլն, այդ թվում խախտումների մասին եզրանկումները, արվել իր լիազորություն շրջանակում զուտ իր դատողությունների արդյունքում, վարույթի համար իրական փաստերի գնահատման եւ իրավունքի նորմերի մեկնաբանության սեփական ընկալման արդյունքների համաձայն հաշվի առնելով որ խախտումները դատավորի կողմից թույլ տված լինելու փաստը կարող է վերջնականապես հաստատվել բացառապես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն քննող դատանը բարձրագույն դատական խորհուրդը։ Արդյունքում հանձնաժողովը որոշել է Կոտայքի մարզի առաջի հայցանի ընդհանրության դատանի դատավոր Արմեն Բարոսյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնել բարձրագույն դատական խորհուրդ։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Ձեզ նույնպես շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Այժմ պարոն Վարուսյանը հարցեր տալու։ Ինչպես։ Ուզում եք լրացնեք, խնդրեմ, մոտեցեք։ Շնորհակալություն հարգելի բարձրագույն դատական խորհուրդ, մանրամասն ներկայացվեցին միջնորդության բովանդակությունը։ Ես կուզենայի պարզապես ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա, որ ըստ էության միջնորդությունը ներկայացվել է ժամկետային 2 խախտման համար, այն տրամաբանության, որ առաջին խախտումը վերաբերում է նրան, որ գործ ըստ էության միջդատական վարույթի վերաբերյալ չէր քննվել 1 ամսյա ժամկետում եւ որից դիրը սա առավելագույն ժամկետ է համարում, հաշվի առնելով որ հնարավորինս սեմ ժամկետում պետք է քննվել, այսինքն մինչև մի ամիս պետք է քննվել, 1 ամսյա ժամկետի խախտումն արձանագրվել եւ երկրորդը ասում է դրանից հետո պետք է ուղարկես, ոչ թե պարզապես ուղարկես, այլ անհապաղ ուղարկես։ Այսինքն երկրորդ խախտումն էլ ուղարկման դրույթն է, որը որ մենք վերագրել ենք դատավորին, հաշվի առնելով այս գործի առանձնահատկությունը։ Եվ մի հանգամանք էլ կցանկանայի նշել, մենք այս ակտի վերաբերյալ դեռևս չունենք վերջնական դատական ակտ, որքանը որ տեղյակ եմ վճռաբեկության կարգով բողոքարկում ունենք եւ այս պայմաններում չկա նաեւ վճռաբեկ դատանի համապատասխան որոշում։ Սա իրազեկում բարձրապես շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն, խնդրեմ դուք իրավունք ունեք հարցեր տալու միջնորդության վերաբերյալ, խնդրեմ։ Հա, որ 1 ամսյա ժամկետի խախտում, պարոն Շահնազարյան, 1 ամսյա ժամկետում չեմ քննել, որոշում չեմ կայացրել, հա։ Այո։ Հա։ Ավելի 1 ամսյա ժամկետը առավելագույն ժամկետ է եւ նշվում է ուղիղ հնարավորինս սեմ ժամկետում ոչ ավել քան 1 ամիս։ Այսինքն մի ամսում էլ չպետք է քննել ըստ օրենսդրի տրամաբանության։ Ավելի շնորհակալություն։ Մեկ այլ հարց հետեւյալը։
այլ լիազոր մարմնի ներկայացուցիչ, օրինակ այլ կարգապահական վարույթի շրջանակներում քրեական գործերի դատավարական ժամկետների խախտման հետ կապված որպես կարմիր գիծ, դիտում է որպես մինչև 8-9 ամիսը։ Արդյոք հանձնաժողովում կա ինչ-որ տենց ուղենիշային ժամկետներ, որի խախտման դեպքում օրինակ կարգապահական վարույթ չի հարուցվում կամ հարուցվելու դեպքում կարճվում է։ Շնորհակալություն հարցի համար, իրազեկեմ, որ մինչև հիմա 8-9 ամսով ես չեմ հիշում, որ քրեական Այլ լիազոր մարմնի մասին էր դա խոսքը։ այլ լիազոր մարմնի գործունեությունից բնականաբար ես ինձ իրավունք չեմ վերաբերել։ Օրինակի համար բերեցին Դուք հարցը տվել եք, Ես ուղղակի կարող եմ առանց ընդհատելու հետևյալ ձևաչափն է։ Հարցը տալիս եք, սպասում եք պատասխանին, անկախ նրանից պատասխանը ձեզ բավարարում է, թե չի բավարարում, դուք ունենալու եք եւ պատասխան ներկայացնելու հնարավորություն, նաեւ ունենալու եք եզրափակիչ ելույթով հանդես գալու հնարավորություն։ Հարց, հստակ պատասխան ու առանց արձագանքների, խնդրեմ։ Մի բան կարող եմ ընդհանրապես ասել, վերջերս ոնց որ ունենք արդեն միջնորդություն ներկայացված Բարձրագույն դատական խորհրդին, հենց քրեական գործեր քննող դատավորի վերաբերյալ, որտեղ եթե չեմ սխալվում, մինչև 3 ամսվա կետանցի մասին էր խոսքը։ Ես ընդհանրապես փաստը կարող եմ արձանագրել, որ ոնց որ թե ձեր ասածը փաստացի մյուս վարույթ հարուցող մարմնի գործողությունների հետ այդքան կապ չունի, բայց դա մեր մոտեցումը չի, մեր մոտեցումը արտահայտվել է սույն միջնորդությամբ ամենայն դեպս։ Իսկ ինչ վերաբերում է ներողություն մյուս վարույթների, գաղտնի է վարույթը ընթանում, ես բնականաբար չեմ էլ կարող կոնկրետ տեղեկություններ ձեզ տրամադրել, բայց կարող եմ ասել, որ 8-9 ամսվա վերաբերյալ մենք որևէ այդպիսի դեպք չենք ունեցել, որին պարզապես անարձագանք ենք թողել։ Լավ, նույն հարցը ուրիշ ձև, եթե թույլ կտա խորհուրդը ձևակերպեմ, եթե նույն խախտումը վերագրվող ինձ 6 ամիս լիներ օրինակ, ըստ ձեզ կհարուցվեր կարգապահական վարույթ, թե ոչ։ Չեմ կարող պատասխանել, հանձնաժողովը ոնց կորոշվի։ Եվ հետևանքի հետ կապված, օրինակ տարբերություն կա դատական ակտի տեսակը, դատավճիռ է, որի պայմաններում անձի նկատմամբ օրինակ հետևանք է առաջանում ուշտրամադրումը, այդ թվում նաև խափանման միջոցները կիրառված են մնում ավելի երկար, թե դա էական չի հանձնաժողովի համար։ Ես կարծում եմ կարգապահական խախտման տեսանկյունից ինքը նշանակություն ունենալ չի կարող, որովհետև մենք գտել ենք, որ բացասական հետևանքներ այս պարագայում առաջացել են, բայց այդ պատասխանատվության ենթարկելու ժամանակ գուցե Բարձրագույն դատական խորհուրդը դա հաշվի առնի եւ պատժի ճակերտավոր պատժի, տեսանկյունից ըստ էության կայացնի համապատասխան որոշում։ Այդ լիազորությունը մենք չունենք։ Մեր լիազորությունների շրջանակներում մենք գտել ենք, որ դատական օրենքի սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այդ ընված կարևոր նշանակության շեմը չենք կարող հաղթահարել եւ համարել ենք, որ թույլ տրված խախտումը իր բնույթով համարվում է կարգապահական խախտում եւ թե հետագայում դա ինչ նշանակություն կունենա, ինչպիսի հանգամանքներ այդ թվում մեղմացուցիչ հաշվի կառնեն ձեր օգտին, բնականաբար դա արդեն կտեսնենք այս վարույթի արդյունքները։ Շնորհակալություն, այլ հարցեր չունեմ։ Շնորհակալություն, խորհրդի անդամները հարցին։ Ասեք։ Հանձնաժողովի հարգելի անդամներ, ով նպատակահարմար կգտնի, թող պատասխանի, պարոն Հովհաննիսյանը իր խոսքի մեջ նշեց, դուք դատանի ամենածանրաբեռնված դատավորը չէիք ըստ ձեր կատարած ուսումնասիրության։ Ուզում եմ հասկանամ, ինչ չափանիշներով եք այդ պնդումը անում եւ ինչն է հիմքը հանդիսացել։ Պարզապես թվային տվյալներ, որոնք առկա են միջնորդության մեջ, թե ինչ որ այլ ուսումնասիրություն է արվել։ Այնինչ որ ներկայացվել է միջնորդության մեջ, բացառապես այդ ուսումնասիրությունն է արվել, գործերի բարդության տեսանկյունից այլ ուսումնասիրություն կատարելու կարծում եմ հնարավորություն չկար, միակ ելակետը դա թվաքանակն է, թվերն է եւ համեմատական վերլուծություններն են, որտեղ բովանդակային ամեն գործով մենք չենք կարող հասկանալ, դա ես կարծում եմ արդեն դատավորին ավելի մանրամասն կասի, քանի որ իր վարույթում գտնվող գործերն են, բայց մենք ֆիքսել ենք, որ ընդհանրապես անդրադառնալով ծանրաբեռնվածությունը վարչարություն ենք իրականացրել եւ ըստ էության դատարանի նախագահի կողմից համապատասխան բոլոր դատավորների վերաբերյալ տեղեկություններն ենք ներկայացրել, որպեսզի հատուկ մոտեցում նաեւ ճակերտավոր խտրական վերաբերմունք չլինի։ Եվ բացահայտել ենք, որ 25 թվականին այո ամենածանրաբեռնված դատավորն է եղել, բայց 26, արդեն 20 ներողություն 24-25 թվականներին ոնց որ 3-րդ, 4-րդ այս վիճակն է եղել, այսինքն այո ամբողջ դատարանը ծանրաբեռնված է, մենք ընդունում ենք, բայց ծանրաբեռնված դատավորների մեջ ամենամեծ ծանրաբեռնություն ունեցող դատավորը չի եւ կարծում ենք, որ այն ժամկետներ ըստ հարաբերակցության ծանրաբեռնության են աստիճան երկար է, որ տեղ ծանրաբեռնության մասին խոսելը պարզապես ավելորդ է։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այ խախտման մասին խոսեցինք, ես հարց ունեմ։
կարող եք ասել հստակ, երբ է ստացվել միջնորդությունը, երբ է համապատասխան որոշումը կայացվել, երբ է հրապարակվել, երբ է ուղարկվել, հստակ ամսաթվերով ես կուզեմ, որպեսզի նորից ներկայացնեք։ Միջնորդությունը ներկայացվել է 2026 թվականի հունվարի 19-ին, հանձնաժողովին է ներկայացվել։ Չէ, ի սկզբանե ինչի մասին որ Վիճարկվող Խոսում ակտը ենք, հրապարակվել է ապրիլի երբ է ստացվել դատարանում միջնորդությունը։ միջնորդությունը, շնորհակալություն։ Կանք այն ամենասկզբից էլի, որովհետև մեկամսյա ժամկետի մասին էլ խոսեցիք, ընդ որում դատավորը նաև զարմացավ, ամեն դեպքում մի հատ ճշտելով Ես ուղղակի կասեմ, քանի որ դեկտեմբերի 3-ին 24 թվականին է հրապարակման օրը նշանակվել մեկամսյա ժամկետում։ Այսինքն մոտ 2024 թվականի նոյեմբերի սկզբին։ Պայմանական, այդ հետո դատավորից էլ մի հատ կճշտենք 03-11-24 թվականին պայմանական վերցնենք ստացվել է միջնորդություն, հրապարակման օր է նշանակվել 04-12 03-12-24 թիվ։ 03 12-24 թիվ։ 03-12-24 թվականին նշանակվել է հրապարակման օր, երբ է հրապարակվել ապրիլի 10-ին 26 թիվ։ 10-04-26 թվականին հրապարակվել է, Ուղարկվել է սահմանված կարգով հաջորդ օրը վերաքննիչ դատարաններ որոշումը կայացրել 27 ապրիլին, այսինքն մինչև մեկ ամսվա ժամկետ։ ասենք 11-04-ին ուղարկվել է, 27 ապրիլ 26-ին է վերաքննիչի որոշումը։ Այսինքն վերաքննիչից 17 օրում է վերաքննիչի որոշումը կայացրել։ Մեր մեկամսյա ժամկետի խախտումը վերագրում եք այն հիմնավորման, որ թեկուզ եւ նշանակել է մեկամսյա ժամկետում հրապարակման օր, որը ինչպես դուք ասեցիք, որ դա առավելագույնն է, պետք է նաև նվազագույն ժամկետներում այդ հարցը լուծվի, այնուամենայնիվ չի էլ հրապարակվել, հա։ Այո, մենք փաստացի դե ֆակտո վիճակին ենք նայում, որովհետև իրավունքի խախտման տեսանկյունից դա է կարող։ Իսկ եթե հրապարակված չէր ու ըստ ձեզ ինչպես դուք եք ասում պատրաստ չէր, հաջորդ օրը կարող էր ուղարկվել։ Երբ պետք է ուղարկվել, երբ պատրաստ է եղել այդ ժամանակ չեն ուղարկել, ըստ ձեզ մի հատ այս մասով ուզում եմ մի հատ վերլուծել։ Ես կարծում եմ, որ երկու խախտում եք վերագրում այդ տեսանկյունից մի փոքր։ Ես կարծում եմ, երբ պատրաստ է եղել այդ ժամանակ էլ ուղարկվել է, որովհետև հրապարակումը պատշաճ կերպով տեղի ունեցել։ Այսինքն դուք գտնում եք, որ նախ մեկամսյա ժամկետում որոշումը չի կայացվել, եւ երկրորդը, այսինքն առաջի ոչ թե նախ, եւ երկրորդը, որ ամսի 3-ին պետք է դեկտեմբերի 4-ին ամսի 4-ին քանի որ չի հրապարակել, այդ ուղարկելն էլ միաժամանակ նաև խախտվել է ուղարկելու համապատասխան ժամանակ։ Այո, քանի որ սա միակ, չգիտեմ, քրեական դատավարության մասնակետ իմ գոլեգան գուցե ինձ ուղի, այնտեղ նշված է անհապաղ, չգիտեմ, էլի անհապաղ կա թե չէ։ Այսինքն անգամ նույն օրն էլ չի ասում, ասում եմ պատրաստ լինի անհապաղ ուղարկի։ Տեղում ես հասնում կամ անհապաղ։ Շատ լավ։ Իսկ հետևանքի առումով ինչ կասեք, ըստ ձեզ հետևանքը։ Հետևանքների տեսանկյունից այն ինչ որ կա ասվեց, ներկայացվեց, ուղղակի այստեղ հետևանքի տեսանկյունից մենք գտել ենք, որ անձի հիմնարար իրավունքի երաշխիքների ապահովման տեսանկյունից հավանական բացասական հետևանքների սկզբունքով առաջնորդվել է խիստ վտանգավոր է, որովհետև այդպես որ լինի կթողնենք այդ ամեն ինչը ռիսկը ընդհանրապես դատավորին եւ դատավորը կմտածի ցանկացած դեպքում եթե օրինակ ուշ ուղարկի կարող է պատահի որ հետևանք չլինի, այսինքն սա եւ մենք համարում ենք որ որևէ կանխարգելիչ նշանակություն դատական իշխանության հեղինակության առումով չի կարող ունենալ։ Երկրորդ մենք գտնում ենք որ անձի սպասումները նաեւ ինչ որտեղ ապագայում նաեւ գուցե ոչ նյութական վնասի հետ կապված հարաբերությունների հիմք հանդիսանան, այսինքն այդ տարապանք հոգեբանական սպասումները, որոնք նա ունի, ես կարծում եմ այս տևական ժամանակահատվածում ակնհայտ է որ անձը սпасել է այս դատական ակտի երգին եւ երրորդը որ հանրությունը կարող է մտածել որ մի պահի օրինակ դատական իշխանությունը ունակ չի իր առջև դրված խնդիրները ժամկետում լուծել եւ այդ վերաբերմունքը կտարածվի նաեւ ամբողջ դատական իշխանության վրա։ Այսինքն այս երեքը մենք կարծում ենք որ անկախ ծանրաբեռնությունից չնայած մենք ասել ենք որ հաշվի ենք առնում նաեւ ծանրաբեռնությունը, բայց այդ ծանրաբեռնության տեսանկյունից մեղքի բացակայության եզրահանգման գալու համար բավարար տեղեկություններ չենք ունեցել հաշվի առնելով խախտման բնույթը եւ տեղողությունը։ Շատ լավ, շնորհակալություն, ինչ որ բան եք ուզում ավելացնել, խնդրեմ։ Հետևանքի առումով ես կփորձեմ մի փոքր ավելացնել արգելի բարձրագույն դատական խորհուրդ իմ կարծիքով ես այդքան էլ ազնիվ չեմ գտնել որ այս մասին չասեմ որպես քրեական գործ քննող դատավոր տեսեք հետևանքի առումով եթե մենք նայում ենք քրեադատավարական տեսանկյունից իմ կարծիքով հետևանք չկա այդ առումով ինչի իմաստով այն ինչը պարոն Շանազարյանը նշեց այո իմ համար ընդունելի է որ անձը սпасել է եւ ուշ արդարադատությունա տեղ ունեցել եւ այլն բայց
զուտ այդ գործի շրջանակներում ինչը անձը վիճարկում է որպես այդպեսին հետևանք չկա քանի որ ինքը վիճարկել է քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու հանգամանքը այսինքն քրեական գործ չարուցելու մասին նախքին այսպես ասած գործընթացը քննիչի եւ պարոն Վարոսյանի կողմից թեև 1 տարի 4 ամիս հետո գտել է որ այո ճիշտ է արել քննիչը պետք է քրեական գործ չարուցվի Եվ ինչ դեր վերաքննիչ դատարանն ասել է առաջիացյանն է ճիշտ ասել քրեական գործ պետք է վարույթ չնախաձեռնվեր եւ այս առումով դատավարական հետևանք որպես այդպեսին չկա այլ տարբերակ լրիվ կլիներ եթե հենց 1 տարի 4 ամիս հետո պարոն Վարոսյանը ինքը գտներ որ չէ պետք է քրեական վարույթ նախաձեռնվեր եւ պարտավորեցներ որ նախաձեռնեին կստացվեր որ 1 տարի 4 ամիս ըստ էության գործի քննություն պետք է իրականացվեր չի իրականացվի անապահ այսինքն քրեական գործով իսկ այս դեպքում զուտ ճիշտ անձի համար անորոշություն է եղել է ու շարթադատություն եղել է սա ենք մենք դիտարկել որպես խախտման այսպես ասած հետևանք բայց այդ գործի շրջանակներում դատարական առումով իմ գնահատմամբ այս բանին որ նայում ենք հետևանք որպես այդպեսին չկա եթե կարողացա ճիշտ բացատրեմ էլի Հա, դե ինչ ուզում եք բացատրեք, ամեն դեպքում բացատրեցիք։ Բա որ վճռաբեկ դատարանը հիմա որոշի, որ երկու դատարաններն սխալ են արել։ Այդ դուք ասեցիք էլի համենայն դեպս որ դեռևս վճռաբեկ դատարանն ասի այո պետքա վարույթ նախաձեռնվեր եւ այլն դա էականորեն փոխվում է հանգամանքը կստացվի տարի ու կեսակ այն գործը պետքա քննվեր չի քննվել ուշացել է քրեական գործի քննությունը Լավ շնորհակալություն Անոր առաջաց խնդրեմ Այ խնդրում եմ պատասխանեք որ ասում եք դատավարական հետևանք չկա ողջամիտ ժամկետում գործի քննությունը նպատակա թե միջոց Պարոն Թումանյան ես դրա համար նշեցի այն քրեական գործի մասին որը այսպես ասած ինչով որ անձը բողոքարկել է որ պետքա վարույթ նախաձեռնվի այդ տեսանկյունից դատավարական հետևանք ես գտնում եմ չկա այսինքն միևնույն է sense թե նենց այս պայդրությամբ քրեական գործ քննելու անհրաժեշտություն չկա դա գտել է քննիչը դա գտել է առաջիացյանը դա գտել է վերաքննիչը իսկ այդ ողջամիտ ժամկետ անձի սպասումներ եւ այլն դատա այս քննության փուլում այո այդ մասով մենք խնդիր տեսնում ենք Եթե չտեսնենք գնահատենք կարծում եմ անհաջողորդ սա նվազ կարևոր է եւ միշտորցությունը չէր աստի դատարան Այդ իմ ասածը դա էր, որ հետևանքային առումով լրիվ այլ տարբերակ կլիներ, եթե գային կանգներ նույն պարոն Վարոսյանը գտներ, որ պետքա վարույթ նախաձեռնվեր։ Կստացվեր, որ 1 տարի 4 ամիս քրեական գործ չի քննվել, ինչը որ պետքա քննվեր։ Դա արդեն իմ կարծիքով այլ հետևանքի մասին է խոսում։ Այսինքն ձեր մեկնաբանությունն նրա մասին, հա, եթե ճիշտ եմ հասկացել, թե սխալ եմ հասկացել, դիրքորոշում արտահայտեք, որ եթե քաղաքացու հայցը կամ պահանջը քրեական գործով բողոքը պետք է մերժվի, կարա ցանկացած ժամկետ խախտվի, ինքը հետևանք չունենա։ Կամ չխախտվի, ենթադրյալ որևէ ժամկետ անցնի ու համարվի չխախտված։ Ես նորից եմ ասում, մենք չենք ասում, որ դա ճիշտ է արվել եւ վերջ։ Հետևանքից քանի որ խոսեցին, ես ասեցի այլ կլիներ լրիվ հետևանքը, թե այս հետևանքները մենք ունենայինք, բայց քանի որ դատարական իմաստով չունենք, գտնում եմ այդ գործի process-ի ընթացքում որպես այդպեսին մենք հետևանք չունենք, բայց դա չի նշանակում, որ դատարանը ինքը պետք է ասի միևնույնն է մերժելու եմ, կարող եմ 2 տարուց մերժեմ կամ տարի ու կեսից։ Եթե տենց մոտեցում ցուցաբերենք, միջնորդությունը դատարան չէր հասնի այստեղ։ Ասեք տկնուկ։ Հարգելի գործընկերներ, մեկ հարց է հենց սրա վերաբերյալ։ Նախ առաջինը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը այս դեպքում ո՞րն է։ Այդ նյութական դատավարական իրավունքի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, թե օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնի խախտումը։ Հետաքրքիր հարց եք բարձրացնում, ամենայն դեպս միանշանակ դատավարական որպես հետևանք նաև վարքագծի կանոնի խախտում, այս հարցը էլի նորից, եթե բարձրագույն դատական խորհուրդը հարկ կհամարի, ցանկանայի որպեսզի հստակեցնի որոշման մեջ, եթե չեմ սխալվում, Մարիկյանի որոշման մեջ էր միակ տեղը, որտեղ որ գրված էր, որ այս դեպքերում դատավարական նորմի խախտում է արձանագրում եւ որպես հետևանք վարքագիծ, որովհետեւ մենք այնտեղ ունենք տարբեր ժամկետային կարգավորումներ եւ միշտ դատավարական նորմերի խախտումները, որոնք հստակ ժամկետներ են սահմանում, հանգեցնում են նաեւ միաժամանակ վարքագծի կանոնի խախտման եւ այստեղ մենք ժամկետային առումով հանձնաժողովում եւ կարծում եմ նաեւ մյուս վարույթ հարուցող մարմինը խնդիր ենք ունենում, որովհետեւ վարքագծի համար 3 ամիս է, այնտեղ մի տարի է։
Հաշվի առնելով ձեր կողմից տրված այդ որոշումը, մենք հիմք ենք ընդունում դատարական նորմի խախտումը եւ վարքագիծը դիտում ենք որպես հետևանք, որովհետեւ ավելի པարզ լինի, բայց ընդհանուր առմամբ առանձին խախտումներ են, մեկը դատավարական, մեկը վարքագծի, որտեղ ողջամիտ ժամկետը վարքագիծը դատավարական է, հստակ ժամկետ է նախատեսված։ Երբ որ դատավարականը օրինակ գործի ողջ տևողության առումով ժամկետ չի սահմանում, մենք առաջնորդում ենք բացառապես վարքագծը, որտեղ դատարական նորմեր, օրինակ քաղաքացիական դատավարությունում ընդհանուր գործի հետ կապված չունենք։ Այդ դեպքում մենք վարքագիծ ենք համարում, որտեղ չկա դատավարական նորմա։ Երբ որ կոնկրետ դատավարական նորմա լինում, մենք արձանագրում ենք նորմի խախտում դատավարական եւ որպես հետևանք կամ միաժամանակ համարում ենք նաեւ վարքագծի կանոնի խախտումը։ Որտեղ եթե ողջամիտ է, մենք համարում ենք, որ օրենսդիրը արդեն որոշել է, որն է այդ ողջամիտը։ Շատ լավ, շնորհակալություն։ Դուք կանոններով հարցում եք։ Այո, պարոն Հովհաննիսյան, այո, պարոն Հովհաննիսյան, քանի որ հայտարարություն դուք եք անում, կուզեմ ձեր դիրքորոշումը այնուամենայնիվ հստակ լինի, նաև միգուցե հասարակության համար, ով մեզ հետևում է։ Փաստորեն, եթե վարույթը մերժվում է դատավորի կողմից, հանձնաժողովի դիրքորոշումը կամ առնվազն ձեր որպես հանձնաժողովի անդամի, դա նվազ նշանակություն ունեցող կարգապահական խախտում է, այդպիսի դիրքորոշում հայտնեցիք, թե ոչ։ Ես բոլորովին այլ բան էի ասում, ինձ թվում է ճիշտ չընկալվեց իմ ասածը, կամ ես ճիշտ չարտահայտվեցի։ Շնորհակալություն։ Քանի որ հետևանքից խոսք գնաց, ես նշեցի, որ այդ բողոքի կամ անձի տեսանկյունից իր վերաբերյալ գործի կամ ենթադրյալ քրեական գործի տեսանկյունից հետևանքը չկա։ Բայց ես չասեցի, որ անձի դատավորի կողմից թույլ տված խախտման առումով հետևանք չկա։ Հետևանքը կա, որ տարի 4 ամիս չի քննվել եւ այլն։ Բայց եթե ու բերեցի օրինակ, որ լրիվ այլ հետևանք նաեւ հանրաժողովը կարձանագրեր, եթե գտնեին, որ պետքա վարույթ նախաձեռնվի Հիմա վարույթ չնախաձեռնման պայմաններում ձեր դիրքորոշումը ո՞րն է, որտեղ դուք ասացիք Իմ դիրքորոշումը այն է, որ քրեադատավարական տեսանկյունից այդ բողոքի շրջանակներում հետևանք չկա, որովհետև եթե նույնիսկ տարի 4 ամիս առաջ ասեր դատավորը, որ պետքա վարույթ չնախաձեռնվի, մեկը քրեական գործ էլի չէր քննվելու այդ անձի հետ կապված։ Եվ տարի 4 ամիս հետո էլ ասելա, որ վարույթ պետքա չնախաձեռնվի, ինչը էս դրությամբ դեռևս օրինական է դատական ակտը, այսինքն մենք հակառակի մասին տեղեկություն չունենք։ Դա իմ գնահատմամբ այդ առումով հետևանք չունենք։ Այսինքն մենք չունենք իրավիճակ, որ տարի 4 ամիսը ոչ միայն, այսպես ասած, դատաքննության ողջամիտ ժամկետներ ենք բաց թողել, այլ նաև գործի քննության նախաքննության ժամկետներն ենք մենք բաց թողել։ Շատ լավ, հիմա դուք շարունակեք ձեր մինչ այդ ասած միտքը, այդ դեպքում այլ իրավիճակ կունենայինք հանձնաժողովում։ Խնդրում եմ այս մասը բանել։ Եթե մենք ոչ թե ունենք իրավիճակ, վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, այդ թվում նաև վճռաբեկ Ատյանում, ունեք իրավիճակ, երբ որ ունենք այսպիսի միջդատական վարույթի որոշում, որը ուշացվել է 1 տարի 4 ամիս, եւ ոչ մի հետևանք ձեր գնահատմամբ չկա, ինչպիսին է հանձնաժողովի կամ ձեր որպես հանձնաժողովի անդամի դիրքորոշումը։ Ես նշեցի, որ եթե մենք ունենայինք այլ իրավիճակ, դա եւս մենք հետևանքի մեջ կներառեինք, ու արդեն այդ հետևանքը ավելի ընդգծեինք, այդ տեսանկյունից եք, ասեինք ոչ միայն անձը տարի 4 ամիս զրկված է եղել իր վերաբերյալ բողոքի քննության պատասխանը ստանալուց, այլ նաեւ բացի այդ բողոքը ուշ է քննվել, ունենք այս հետևանքն էլ լրացուցիչ, որ այս անձի վերաբերյալ բացի դատական քննության ուշացումը, նախաքննությունն էլ է ուշ սկսվել, այսինքն եթե դու դատանը շուտ ասեիր, տարի 4 ամիս հետո քննություն կգնար։ Տարբերակն եք ասում վարույթը վերսկսելու կամ դրա մասին եք խոսում։ Ես խոսում եմ նրա մասին, որ վճռաբեկությունը նույնպես հաստատում է առաջին այցանի դատարանի կայացրած որոշումը։ Եվ դուք այդտեղ միտք արտահայտեցիք, որ դա փոքր այլ իրավիճակ եւ գնահատական կստանար հանձնաժողովում։ Ես ուզում եմ հասկանամ փոքր ինչ գնահատական կառաջարկում։ Հանրաժողովում գնահատական կստանար, եթե այլ ակտ ունենայինք մենք։ Օրինակ վերաքննիչն ասել, որ պետք է վարույթ նախաձեռնվի։ Ու այդ դեպքում մենք դա էլ հետևանք կգնահատեինք։ Դա է ասածս, իսկ ես պայդել։ Դուք ոչ մի չեք պատասխանում իմ հարցին, բայց լավ շնորհակալություն։ Ես հասկանում, Վարդանը հասկանում եմ, որ չեք հասկանում, որտեղ դուք ձեր մոտ չեք հասկանում իմ ասածը։ Տիկին Ես հասկանում եմ, պարոն Հովհաննիսյան, այստեղ ոչ ոք չունի հասկանալու։ Ես սակայն տանելու հարցի պատասխանել, դու տվեք պատասխան։ Երեք անգամ նույն հարցը ձեզ տալիս եմ, նույն ձևով պատասխանում։ Մի վարքյան ժողով ակնկալիք պատասխանն ասա։ Ոչ, ակնկալիք ակնկալում ենք պատասխան։ Ուղիղ տալիս եմ, ես չեմ հասկանում, ո՞րը չեք ասում։ Արգել նախագահ։ Մի վարքյան, հիմա ձեր հարցը տրվել է, պարոն Հովհաննիսյան, լսեք։ Բայց չեմ հասկանում։ Նախ ոտքի կանգնեք։ Չեք հասկանում ինչ եմ, շատ լավ եմ հասկանում, բայց դուք չեք կարող։ Լռեք, պարոն Հովհաննիսյան։
Դե ասեք թե լսեն այդ կարգին խոսում։ Լրեք, Ասեք, լսում եմ։ պետք չի վրթովել, մեկ, Չեմ վրդովել։ երկրորդը։ Կարող է լինի այնպես, որ տրված հարցը ձեզ համար ընկալելի չլինի, կարող է լինի ձեր տված պատասխանը նույնպես ընկալելի չլինի, եւ դուք որևէ ձևով իրավունք չունեք նման ձևով արձագանքեք, պարոն Հովհաննիսյան։ Խորհուրդ ունի։ Խորհուրդը այն ինչ որ ունի, խորհուրդը ունի եւ իր լիազորություններն իրականացնում է, խորհուրդը նաեւ ձեզ պարզաբանում է ձեր իրավունքն ու պարտականությունը, դուք իրավունք չունեք խորհրդի անդամի հետ նման տոնայնությամբ խոսելու, նման վարքագիծ դրսևորելու։ Շատ լավ։ Սա մեկ։ Երկրորդը, եթե ինչ որ մի հարց կա խորհրդի անդամի կողմից տրված ձեզ համար պարզ չի, մենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր ենք ունենում։ Եվս մեկ անգամ պետք է լինում երկու անգամ, որովհետև ոչ թե հարցը տրվում է տողատակով են մյուսն էլ հասկացավ կամ չհասկացավ, այլ իրավիճակներ են լինում, որ ավելի պարզաբանելու անհրաժեշտություն է լինում։ Հիմա Տիկին Թումանյանը ունի հարց ձեզ, այդ հարցի պատասխանը, եթե դուք գտնում եք դրան ավելացնելու բան չունեք, կարող եք ասել, որ այսքանն է իմ պատասխանը, ես այլևս չեմ կարող լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնել։ Դա նույնպես ընկալելի է, բայց ոչ այդ ձևի վարքագիծ, ինչը խորհրդի կողմից անընդունելի է, եւս մեկ անգամ եմ ասում։ Շատ լավ։ Տիկին Թումանյան, դուք հարցը շարունակում եք, թե այսքանը ձեզ բավարար է, համենայն դեպս գուցե ձեզ համար բավարար չի։ Պատասխանել, բայց եթե ցանկություն չկա պատասխանելու, ես հարցս կարող եմ Չի կարող ցանկություն չլինել, իհարկե կողմը կարող է հրաժարվել, բայց այս այդ իրավիճակը չի։ Տիկին Թումանյան, ձեր հարցը մի հատ էլ ձևակերպեք, ցանկացած պատասխան, հետո դուք արդեն այլ կերպ կգնահատեք, արդյոք այդ պատասխանը ձեզ բավարարեց, թե չբավարարեց, ինչը նաև կարող է արտացոլվել անպատասխան որոշմամբ։ Հիմա խնդրեմ ձեր հարցը մի հատ էլ տվեք, տեսնենք պարոն Հովհաննիսյանը ինչ պատասխան ունի։ Պարոն Հովհաննիսյան, դուք 3 անգամ ինձ պատասխանեցիք հետևյալ տրամաբանությամբ, որ եթե վերաքննիչ կամ վճռաբեկ Ատյանը բավարարի բողոքը եւ կայացնի հակառակ որոշումը, որը կայացվել է առաջին Ատյանում։ Ես այս 3 անգամ ասացի, որ այդ մենք հասկացել ենք, այդ մոտեցումը շատ հստակ էր եւ պարզ էր։ Մեզ հետաքրքրում է հակառակ իրավիճակը, երբ որ վերաքննիչ եւ վճռաբեկ Ատյանները կհաստատեն առաջին Ատյանի կողմից կայացված որոշումը։ Դուք ձեր մտքում, երբ որ սկզբից կհաստատեն։ Այո, դուք ինձ 3 անգամ պատասխանում եք բեկանման տրամաբանությամբ։ Ես ձեզ 3 անգամ հարցնում եմ։ Այսինքն այս երկուսը հաստատելու մասին է խոսքը։ Հաստատման տրամաբանության մեջ։ Եվ հաստատման տրամաբանության մեջ, երբ որ դուք հարցինի պատասխան տալիս եք ձեր պատասխանը, ասացիք հետևյալ միտքը, որ այդ դեպքում հաստատ այլ ձևով հանձնաժողովը կարձագանքեր, միգուցե նվազ բառ օգտագործեցիք, դուք ասիք միգուցե նվազ կամ այլ ձևով։ Եվ ես ուզում եմ հասկանամ ձեր դիրքորոշումը կամ միգուցե հանձնաժողովի դիրքորոշումը կամ ձեր որպես հանձնաժողովի անդամի դիրքորոշումը տվյալ դեպքում։ Հստակեցրեք, որովհետև դա ասացիք խոսքի մեջ, եւ դա հստակ չհնչեց։ Ես ուզում եմ հստակ դիրքորոշումը։ Ու նաեւ դիրքորոշումը առայն դա ձեր դիրքորոշումն է, դա հանձնաժողովի դիրքորոշումն է, դա ձեր որպես հանձնաժողովի անդամի դիրքորոշումն է։ Շատ որպես քրեական գործ քննող դատավոր, որովհետև եղել է դուք կարծիք եք հայտնել որպես քրեական գործ քննող դատավոր, խնդրեմ։ Իհարկե հանձնաժողովի անունից եք դուք ստեղ հանդես գալիս, բայց երբեմն նաեւ կարծիք եք հայտնում այդ տեսանկյունից։ Խնդրեմ։ Ես ի սկզբանե իմ խոսքում նշեցի հենց դրա համար, որ որպես քրեական գործ քննող դատավոր ճիշտ չեմ համարում, որ այս մասին չասեմ։ Տիկին Թումանյան, տեսեք, այս պայդրությամբ, այո, մենք ունենք վերադասատանի կողմից հաստատված առաջի Ատյանի որոշումը։ Այսինքն իրավիճակը ձեր բերած, այս պայդրությամբ այդպես է։ Մենք չունենք բեկանում։ Հետևաբար, ես ասում եմ, քանի որ հաստատված է դեռևս այդ որոշումը, մենք գտնում ենք, որ միայն հետևանքը արդար դատաքննության այդ ողջամիտ ժամկետների չպահպանված լինելն է։ Մյուս այլ հետևանքներ մենք չունենք այդ գործի քննության։ Ու ես դրա համար նշեցի ներողություն էլի, եթե հակառակը լիներ, դա էլ մենք հետևանքը դիտարկեինք, որպես շատ ավելի ընդգծուն հետևանք, որ բացի այն, որ գործի քննությունն է տուժը, նաև նախաքննությունն է տուժը։ Հետևաբար նվազ բառը ես օգտագործեցի, որ ասեցի, եթե ես համաձայն եմ պարոն Շանազարյանի հետ, եթե մենք գտնեինք, որ նվազ կարևոր է ընդհանրապես
ընդհանրապես ամեն ինչը դատավորի կողմից թույլ տված, այսինքն տարի 4 ամիսը միջնորդությունը չէր հասնի այստեղ։ Ես չեմ ասել, եթե առաջիացիան վերաքննիչ վճռաբեկը թողնեն անփոփոխ, դա նվազ կարևոր է, ընդհանրապես դա մի չեմ ասել։ Ընդհակառակ ասեցի այս պայդրությամբ, քանի որ մենք չունենք բեկանված ակտը դեռևս օրինական ուժ է ստացել, շարունակում մնալ օրինական ուժի մեջ, օրինականությունը ստուգման փուլում է, բայց շարունակում մնալ օրինական ուժի մեջ։ Այս պայդրությամբ մենք հետևանք այդ դատավարական տեսանկյունից գործի քննության նախաքննություն եւ այլն չունենք։ Ես դա եմ ընդհանրապես ասել։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կոլեգայիս միտքը շարունակելով ես ավելացնեմ, որ հանձնաժողովում հենց երկար ժամանակ քննարկվել է հարց, թե արդյոք կա վերջնական դատական ակտ այս կապակցությամբ թե ոչ, բայց քանի որ մենք ունենք ժամկետային սահմանափակումներ, իրականում մենք սպասեցինք, չունեցանք վճռաբեկ դատանի համապատասխան որոշում եւ ներկայացրեցինք միջնորդությունը։ Այնուամենայնիվ, եթե անգամ այդ դատական ակտը լիներ վճռաբեկ դատարան, մենք էլի բերելու ենք այս միջնորդությունը, հաշվի առնելով, որ ինչպես արդեն արձանագրեցինք, մենք այստեղ բոլորովին իթիվս դատավարական հետևանքների տեսել ենք նաև այլ հետևանք, որը մեր համար շատ կարևոր է որպես դատավոր կամ հանձնաժողովի գործունեությունից բխող նպատակ, հա, այսպես ասած։ Դրա համար նորից եմ ասում, մենք իրականում սպասել ենք, որտեղ վարույթի բազմակողմանության համար մեր համար դա պետք էր, որ այսքան հարցեր չքննարկվեին այստեղ, բայց տեսանք, որ ժամկետ ունենք, ժամկետը լրացավ եւ առանց վճռաբեկ դատանի համապատասխան որոշման մենք ներկայացրեցինք միջնորդություն, ուզում ասեմ, այդ դատավարական առումով հարցը մենք էլ ենք կարևորել որպես լրացուցիչ հետևանքի առկայություն կամ բացակայություն, որտեղ դա կարող է նաև դատավորի օգտին լինել, վերջը պատասխանատվության ենթարկելու ժամանակ կարող է դա ինչ-որ չափով նշանակություն ունենալ։ Շնորհակալություն։ Շատ լավ, ձեզ նույնպես շնորհակալություն, հարց ունեք, խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, դուք ձեր պատասխանում փոխեցիք այն ինչ որ ես հարցրել եմ, ասացիք միայն դա հետևանքի առումով։ Բացի դա ես մի բան չնայած նախագահողն ասեց, բայց ես ուզում եմ ձեզ հորդորեմ, որ դուք ես որքան հիշում եմ, դուք դատավոր եք, որ դատական նիստերի դահլիճում, եթե որևէ մեկը ձեզ նման ձևով արտահայտվի, որ դուք չեք հասկանում եւ այլն, կարծում եմ դուք պետք է դիրքորոշում ունենաք։ Եվ հետևապես ես ուզում եմ, քանի որ բոլորն են լսում, դատավորները, որ գալիս են Վարչագույն դատական խորհուրդ, բացարձակ հարգանք ցուցաբերեն Վարչագույն դատական խորհրդի բոլոր անդամների նկատմամբ։ Հարգելի Վարչագույն դատական խորհուրդ, ես կարծում եմ նախագահողը բավականաչափ պարզաբանեց եւ ըստ էության հարցադրումը տրվեց, հարգելի պարոն Թումանյան։ Վարչագույն դատական խորհուրդը բան ասում, դուք լրացնում եք, խորհրդի անդամը բան ասում, դուք ուզում եք լրացնեք։ Այո, որովհետեւ խորհուրդը արդենից դրա վերաբերյալ արձագանք ուներ, հետեւաբար ես լրացնում եմ։ Պատասխանը իրավունքը իրենցն է, ուզում են պատասխանեն, ուզում են, չէ, բայց Վարչագույն դատական խորհուրդը որ հարցը տալիս։ Եթե եկել եք Վարչագույն դատական խորհուրդ, ուրեմն այն ձեզ պահեք, որ Վարչագույն դատական խորհուրդը չզգա, որ իրենց նկատմամբ կամ առանձին անդամների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կա։ Ես որպես նախագահ անդրադարձա, այդ հարցերից բացաբանեցի ու ակնհայտ է, որ դրանից հետո պարոն Հովհաննիսյանը իր վարկագիծը միանշանակ է որ վերանայեց։ Հիմա եթե ուզում եք պարոն Թումանյանի իրավական հարցին որ տարբերվեց, եթե ուզում եք դրան արձագանքել, դրան էլ արձագանքեք ոչ։ Միջև արձագանքել է ես այդ հարցի զուտ ցանկում եմ նշել, եթե ինչ-որ վարկագծով կամ արտահայտված մտքով Վարչագույն դատական խորհրդի, այդ թվում Տիկին Թումանյանցի հանդեպ ինչ-որ անարգալից դրսևորում եղավ, դա ես ներողություն եմ խնդրում, ես չէի ցանկանում։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Թումանյան, ձեր ասացին որ փոխեցի, ընդհանրապես չեմ փոխել։ Ես չգիտեմ ինչի տենց տպավորություն ստեղծվեց, կարող եք ձայնագրությունը հետո լսել, կտեսնեք։ Ինչ միտք ասել եմ, առաջին րոպեից մինչև վերջին րոպե նույն միտքը կրկնել եմ։ Ու շատ լավ հստակ իմանալով թե ինչ եմ ասում։ Հաստատ իմ միտքը չեմ փոխել։ Հետևանքի առումով կարող է, չգիտեմ, քրեական գործեր քննելու տեսանկյունից այդքան էլ մեծ փորձ չունեք, դրա համար չի հասկացնում իմ ասածը, բայց ով որ քրեական գործ քննող է, ինձ թվում է պարոն Դանելյանը նստած հաստատ հասկացավ ես ինչ եմ ասում։ Մնացածը ես չեմ փոխել իմ միտքը, Պարոն Հովհաննիսյան, մենք ստեղ չենք եկել իրավական որ գիտելիքներ ստուգենք, ով ինչ է հասկացել, իրավական ինչ գիտելիքներ ունի, քրեականից լավ է հասկանում, քաղաքացիականից լավ է հասկանում, շատ լավ է որ դուք ձեզ համարում եք որ քրեականից շատ լավ եք հասկանում, տենց էլ առաջնորդվեք որ դուք շատ լավ եք հասկանում, իսկ թե խորհրդի անդամները որը ավելի լավ են պատկերացնում, որ իրավական հիմնավորումները ոնց են պատկերացնում, այդ
Յուրաքանչյուրը գիտի ինչը ոնց է անում։ Ձեզ հարց է տրված, հարցին կարճ պատասխանեք, անցեք առաջ։ Ինչ է նշանակում, ով ոնց հասկացավ, պարոն Դանիելյանը կհասկանար, այն մեկը կհասկանար, այս ինչ խոսույթի մեջ ենք մտել, պարոն Հովհաննիսյան։ որ դու Ոչ մի բան չի նշանակում, հիմա նստեք ձեր տեղը, ես էլ չեմ թողում դուք խոսեք։ Ես չեմ թողում դուք խոսեք, պարոն Հովհաննիսյան։ Հաջորդ անգամ այլ կերպ կարձագանքեմ։ Արգել դատավոր իրավունք ունեք ձեր դիրքորոշում պատասխան դիրքորոշում ներկայացնել։ Ինչ է։ Ընդմիջում հայտարարեք։ Եթե պետք է 10 րոպե։ Միջև պատրաստվեք պատասխան ներկայացնելու 10 րոպե ընդմիջում։ Կարող եք ստել շնորհակալություն։ Այսպեսով դատական նիստը շարունակվում է ընդհանրական պահից, շատ կարճ ընդմիջում էր հայտարարվել։ Խորհուրդ արձանագրում է, որ կազմի փոփոխություն չկա եւ միջև ընդմիջում հայտարարել է մասնակիցները, ովքեր ներկային նիստին այս պահին նույնպես ներկա են եւ դատավորը եւ հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի անդամը միջև ընդմիջումը տեղի ունեցած իրադարձությունների իրավիճակի հետ կապված նաեւ մի փոքր արձանագրումներ անելով տանենք առաջ քննարկման արդյունքներով նաեւ պարոն Հովհաննիսյանը մի դրվագով հայտնեց, որ եթե որևէ մեկը սխալ է հասկացել իր դիրքորոշումը ներողություն խնդրեց, նաև մասնավորապես Տիկին Թումանյանցից, այնուհետև այլ խոսակցություն գնաց, եւս մեկ անգամ ընդհանուր առմամբ հորդորում եմ, որպեսզի յուրաքանչյուրը փորձի եւ ուշադիր լինի ավելի պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար եւ այնպիսի խոսք, այնպիսի ուղղվածություն կամ այնպիսի արտահայտություն չանի, որը մյուսի համար կարող է գնահատվել այլ ձև կամ ընկալվել այլ կերպ։ Եվ սա չեմ ասում, որ որևէ մեկը արձագանքի, ես ասում եմ որպես իգիտություն ու պետք է ընդունել իմ հորդորը որպես նախագահողի։ Խնդրեմ, հարգելի պարոն Վարուշյան, մոտեցեք ամբիոնի մոտ, ներկայացրեք ձեր պատասխան դիրքորոշում։ Շնորհակալություն, հարգելի նիստի նախագահող։ Նաև հաշվի առեք, որ ունեք եզրափակիչ ելույթի հնարավորություն, դուք որոշեք, թե ինչ ձևով ձեր խոսքը կկառուցեք։ Ըստեյության հարգելի խորհուրդ, քանի որ նույնական է լինելու իմ դիրքորոշումը եւ եզրափակիչ ելույթը, խնդրեմ իմ դիրքորոշումը ընդունել նաեւ որպես եզրափակիչ ելույթ։ Նախ ի սկզբանե հայտնեմ խորհրդին, որ իմ կողմից ի սկզբանե չի վիճարկվել, դատական ակտը կողմին ուժ հասանելի դարձնելու դատավարական ժամկետի խախտումը, սակայն ոչ թե իմ կողմից թույլ է տրվել 2 խախտում, այլ իմ գնահատմամբ տեղի ունեցել 1 խախտում, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտավորեցնում է դատավորին բողոքի քննությունն ավարտել առավելագույնը 1 ամսվա ընթացքում։ Ըստ էության բողոքի վերաբերյալ որոշում կայացվել է եւ դրա մասին կողմին հեռախոսազրույցի ընթացքում աշխատակազմի հետ տեղեկացվել է։ Այսինքն քրեադատավարական նորմը այս դեպքում բողոքի քննություն ապահովելու պահպանված է։ Այլ հարց է, որ չի պահպանվել առանձին դատավարական ակտը շարադրելու եւ կողմին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում տրամադրելու պահանջը։ Այո, տեղի ունեցել է խախտում իմ կողմից դատավարական ժամկետների առումով, սակայն ցանկանում եմ անդրադառնալ դրա հիմքում ընկած փաստերին։ Ըստ էության բովանդակային չկրկնվելու համար վստահ եմ, որ խորհուրդը նաև ծանոթացել է վարույթի նյութերում առկա հանձնաժողովին ներկայացված բացատրությանը, ըստ էության նույնական է լինելու, ուղղակի մի քանի էական հանգամանքներ կցանկանամ խորհրդի ուշադրությանը հրավիրելու։ Քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կեղծ հանրաբեռնվածության հարցը իմ կարծիքով գաղտնիք չէ, որը որ նաև արձանագրվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, ընդ որում նշված հանգամանքը Կոտայքի մասնավորապես Կոտայքի մարզի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատարանի մասով 2025 թվականի տվյալներով կազմել է շուրջ 300%։ Նման կեղծ հանրաբեռնվածության պայմաններում լինում են դեպքեր, որ առաջնահերթություն է տրվում առավել հրատապ լուծման ենթակա հարցերին։ Այսինքն ավելի պատկերավոր լինելու համար, օրինակ անձը գտնվում է կալանքի տակ, իր վերաբերյալ քրեական գործի քննությունը օրենքն էլ պարտավորեցնում է, որ առաջնահերթություն պետք է տրվի քրեական գործը քննող դատավորի կողմից։ Երկրորդ հարցը օրինակ հենց այդ առավել հրատապ լուծման հարցը օրինակ խորհրդի անդամների մոտ կարող են առաջ գալ, թե այդ որն է առավել հրատապ լուծման ենթակա հարցը։ Այն անձանց վերաբերյալ գործերը, ովքեր որ օրինակ պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը, որը որ իրանից ենթադրում է, որ ինչքան հրատապ քննարկվի այդ հարցը, այդքան
անձը հնարավորություն ունի առավել շուտ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվի կամ չազատվի։ Այս պայմաններում իմ կողմից թույլ է տրվել դատավարական խախտում, սակայն իմ գնահատմամբ դա էական խախտում չի կարող հանդիսանալ հետևանքների տեսանկյունից։ Հետևանքի տեսանկյունից օրինակ խորհրդի ավելի ճիշտ լիազոր մարմինների մոտ ձևավորված պրակտիկա կա, ինչ որ չգիտեմ, պայմանական մինչև 6 ամիս ժամկետի խախտումները էական չեն համարում եւ վարույթ չեն հարուցում կամ հարուցված վարույթը նույնիսկ կարճվում է եւ չի հասնում հարցը բարձրագույն դատական խորհրդին։ Իմ գնահատմամբ դատավճիռը 6 ամիս ժամկետով ուժ տրամադրելը ավելի հետևանքների առումով ավելի ծանր հետևանքներ ունեն, քան սույն կարգապահական վարույթի հիմք հանդիսացած դատական ակտը։ Պարզաբանեմ ինչու։ Դատավճիռը ուժ տրամադրելու դեպքում անձի նկատմամբ որպես կանոն կիրառված են լինում հարկադրանքի միջոցներ, այդ թվում նաև գույքի նկատմամբ արգելանք, խափանման միջոցի կիրառում, այդ թվում նաև ամենախիստ խափանման միջոց կալանքը, որի ուժ տրամադրման դեպքում անձը շուրջ ինչքան ուժ տրամադրես, այդքան ժամանակ գտնվելու է արգելանքի տակ եւ սպասելու է իր դատական ակտին, որպեսզի օգտվի իր բողոքարկման հնարավորությունից կամ չօգտվի։ Այս պայմաններում, քանի որ հարցը վերաբերել է քննիչի կողմից վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու վարույթային ակտի դեմ բողոքարկմանը, ինքը իրենից ըստ էության հետևանքի առումով հրատապություն չենթարկող, իմ գնահատմամբ որոշում է եղել, բայց դա չի նշանակում, որ բոլոր գործերի մեջ կան կարևոր եւ ոչ կարևոր գործեր։ Ուղղակի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ուզած-չուզած, եթե կշեռքի նժարին տրվում է մի կողմից անձի անձնական ազատության վերաբերյալ հարցերի քննարկումը, մյուս կողմից սույն որոշումը, ստիպված լինում եմ ընտրություն կատարել իօգուտ այն որոշումների, որոնք որ ավելի հետևանքի առումով ավելի էական կարող են հանդիսանալ։ Ըստ էության հետևանքի մասին է վկայում այն, որ իմ կողմից կայացված որոշումը սահմանված ժամկետում մեկամսյա վարույթի հանրային մասնակիցների վրա չի տրվել որևէ պարտականություն, այդ թվում քերեական վարույթ նախաձեռնելու եւ նախաքննություն կատարելու համար։ Ըստ էության նաեւ նշված հանգամանքը իմ որոշման իրավացիությունը նաեւ գնահատվել է Վերաքննիչյանի կողմից եւ եկել է ենթադրության, որ առաջիացյանի դատական ակտը օրինական է եւ պատճառաբանված։ Թերևս այսքանը, եթե հարցեր ունեն խորհրդի անդամները։ Շատ լավ, շնորհակալություն, զբաղեցեք ձեր տեղը, հարցերին կպատասխանեք տեղից։ Հանձնաժողովի կողմից հարցեր կան, դատավորին առաջին հարցեր տալու իրավունքը ձեզ է վերապահում, խնդրում։ Հարգելի վարչական դատական խորհուրդ, երկու փոքրիկ հարց ունեմ, վերջի մտքի հետ կապված, երբ որ անապահ քննարկման ենթակա հարցեր եք ունեցել, ավելի կարևոր անձի ազատության հետ կապված եւ այլ, կարող եք ասել, որ պահին է ավարտվել ձեր այդ վիճակը, այդ մի տարի 4 ամսվա մեջ։ Երբ ազատվեցիք այդ հարցերից եւ կարող եք զբաղվել որպես գործով։ Միջև հիմա էլ հարգելի հանձնաժողովի նախագահ չի ավարտվել այդ վիճակը, միջև հիմա էլ կես ծանրաբեռնված վիճակում եմ աշխատում։ Դա եւ երկրորդ հարցը ուղղակի բացատրության մեջ էսպիսի տեղեկություն է գրել, որ անձնական ընտանեկան հարցեր էլ կային, որոնք եւս ազդեցություն են ունեցել եւ չէիք բացահայտել։ Իհարկե սա ձեր դիրքորոշումը լսելու տեսանկյունից կարևոր է, որտեղ մենք չենք կարողացել բացահայտել, թե ինչի մասին է խոսքը, հնարավորություններ չունենք ձեզ օրինակ հարց տալ։ Դրա համար եթե այդպիսի հանգամանքներ կան, կխնդրեի, որ դուք դա հրապարակեիք, գուցե նաեւ դա ձեր օգտին փաստարկներ լիներ եւ վարույթի ամբողջականությունը նաեւ դրանով ապահովել։ Ինչ որ առանձնահատուկ հարգելի հանձնաժողովի նախագահ ընտանեկան հանգամանքներ արկա չեն, ուղղակի սովորական մարդկային ընտանիքին հատկացվելիք, թեկուզ 1 ժամ ընտանիքին եւ երեխային հատկացվելիք ժամանակն է։ Շատ լավ, շնորհակալություն, խնդրեմ թե կերմական ձեր հարցը։ Պարոն Բարոսյան, հասկանալով այդ ընդհանուր ծանրաբեռնվածությունը հատկապես քրեական գործերով մարզերում, հատկապես հարցս հետևյալն է, նախ ծանրաբեռնվածությունը գնահատելու առումով կնշեք, որ թվականից եք պաշտոնավարվում որպես դատավոր այդ Կոտայքի մարզի առաջնահատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2021 թվականի հոկտեմբեր ամսից նախագահի հրամանագրով նշանակվել եմ Կոտայքի մարզի առաջնահատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավոր որպես։ Այնուհետև հայտնի պատճառներով այնուհետևն է ինձ հետաքրքիր։ Այնուհետևից հետո 2024
թվականի հունվարից գործուղվել եմ Կոտայքի մարզի առաջնացանի ընդհանուր իրավասության դատարանում։ 2024 թվականի հունվար, ճիշտ է, պարոն Վարոսյան։ Միջնորդությունը ստացել եք նոյեմբերին։ Ըստ վիճակագրական տվյալների ի պատասխան հանձնաժողովի դեպարտամենտը հատկացրել է տվյալներ, որում նշված է, որ դուք 2024 թվականին ձեզ փոխանցված որպես 0 գործ ունեք։ Հիմա ես այդ ծանրաբեռնվածությունը ձեր տեսանկյունից ուզում եմ հասկանալ, ինչպիսին է եղել, այսինքն 24 թվականին հունվարին նշանակվում եմ 0 գործ ունեմ եւ նոյեմբերին գալիս է միջնորդություն։ Այսինքն ձեր ծանրաբեռնվածությունը այնպիսին էր, որ այս գործը հնարավոր չէր 1 ամսում, լավ 2 ամսում որոշում կայացնելու արկել։ Այդ մասը մի հատ կմանրամասնեք, խնդրում եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Թումանյան, ըստ էության տեսեք։ Տիկին Մկոյան, ըստ էության տեղի ունեցած իրադարձություններին արդեն հետ հայացք գցելով, արդեն իսկ հեշտ է այդ անհրաժեշտ ժամանակը գտնել դատական ակտի գրավոր փաստաթղթային կազմելու համար, սակայն ծանրաբեռնվածությունը մինչև դեկտեմբեր չի, այլ դեկտեմբերից հետո գնալով ծնագնդի էֆեկտով ավելի շատացել է։ Կներեք, ստեղ ձեզ ընդհատեմ։ Այդ ծնագնդի պահն եմ էլի ուզում պատկերացնել։ Հունվարն է ծնագնդին մեծացա, բայց այդքան մեծ էր ծնագնդին, որ նոյեմբեր ամսին անհնար էր այդ որոշումը, 1 ամսում տալ, պարոն Վարոսյան։ Ներողություն, ես լրացնեմ էլի հարցը։ Գիտեք, նաև հարցի նաև իհարկե Տիկին Մկոյանը գիտի, թե այդ հարցը ինչի համար է տալիս եւ ինչ պատասխան է ուզում ստանալ, բայց ընդհանուր կոնտեքստը նաև ինձ է բարձ։ Պարոն Աթաբեկյան, ես նշեցի այդ ծանրաբեռնվածության այդ հանգամանքը հասկանալու համար, նկատի ունեմ դատավորի կողմից մատնանշվածը։ Որևէ ձևով դիրքորոշում ձևավորելու տեսանկյունից, բայց ես ուզում եմ նաև հարցը լրացնեմ, ամբողջական ներկայացնենք։ Նայեք, մենք իրավիճակ ունենք, երբ դատավորները մի քանի տարի աշխատելու արդյունքում են, որ չեն հասցրել գործերը ավարտեն, կամ մի դատավորի թոշակի, կենսաթոշակի գնալու արդյունքում գործեր են վերամակագրվել, սկսել են ավելի ծանրաբեռնվել եւ այլն։ Հարցը նրանումն է, որ 2024 թվականին նորից նշանակվել եք, չէ, Կոտայքի դատանի դատավոր եւ 0 գործով սկսել եք։ Այ մի հատ ինձ նաև հարցին պատասխանելով անպայման Տիկին Մկոյանի, նաև ինձ պատասխանեք, թե օրինակ նոյեմբերի դրությամբ քանի գործ եք ունեցել ձեր վարույթում եւ միանգամից ասեք, թե այդ միջնորդությունը որ օրն եք կոնկրետ ստացել։ Կոնկրետ նոյեմբերի դրությամբ ընթացիկ գործերի վերաբերյալ վիճակագրության այս պահին չեմ տիրապետում, արգելի խորհուրդ, բայց կոնկրետ չէ, ընդհանուր այդ տարվա վիճակագրությանը չեմ տիրապետում 24 թվականի։ Իմ բացատրությանը կից ներկայացվել է հանձնաժողովին 2025 թվականի, եթե չեմ սխալվում, վիճակագրությունը ստացված եւ ավարտված գործերի վերաբերյալ։ Հարցի երկրորդ մասով երբ եմ ստացել կոնկրետ բողոքը 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձվել է համապատասխան թերությունները վերացնելու եւ կրկին դատարան ներկայացնելու համար տրամադրվել է 5 օրյա ժամկետ, բողոքը կրկին ներկայացվել է, որի կապակցությամբ նոյեմբերի 6-ին կայացվել է միջդատական ակտը վիճարկելու բողոքի հիման վրա վարույթ հարուցելու մասին որոշում եւ հրապարակման օր է նշանակվել, իրականացվել է գրավոր ընթացակարգով եւ հրապարակման օրը նշանակվել 1 ամսյա ժամկետում դեկտեմբերի 3-ին։ Այսինքն ամսի 3-ին եք ստացել, ես ճիշտ լսեցի։ Չէ, բողոքը երբ եք ստացվել էր բողոքը միջնորդությունա վերջ այդ վարույթի սկիզբն եմ էլի ուզում հասկանալ 11-ին 24 թվականի սեպտեմբերի 11-ին դատարանում փաստացի ստացվել է, սակայն վերադարձվել է սխալները շտկելու եւ կրկին ներկայացնելու համար, կրկին 5 օրյա ժամկետում ներկայացվել է եւ նոյեմբերի 6-ին կայացվել է բողոքի հիման վրա վարույթ հարուցելու եւ հրապարակման օր նշանակելու մասին որոշում։ Շատ լավ։ Այդ ծանրաբեռնվածության հետ կապված հարցին Տիկին Մկոյան։ Ծանրաբեռնվածության հետ կապված ինչ-որ վիճակագրության բավարարել ձեզ այս բանը։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Հարությունյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Վարոսյան, ձեր խոսքում նշեցիք, որ բողոքի վերաբերյալ որոշումը կայացրել եք ժամկետում, այսինքն դուք ձեզ վերագրեցիք ամենայն դեպս խախտումներից վերագրվող խախտումներից մեկը միայն, այսինքն կողմերին հասանելի դարձնելու պահը, եւ ասացիք, որ կողմը բողոք ներկայացնողը այդ մասին իրազեկված եղել է հեռախոսագրով։ Հեռախոսագիրը արկա է արդյոք գործում։ Հարգելի խորհրդի անդամ, ըստ էության
հեռախոսագիր գործում իմ կարծիքով հեռախոսագիր արկա չի, որովհետև որպես կանոն տեղեկացվում են իրենք, հենց օրը կամ մի օր անցնում իրենք զանգում ելքը առնվազն տեղեկացվում են։ Պատճառաբանությունը բնականաբար առանձին փաստաթղթի ձևով շարադրված չլինելու պայմաններում տեղյակ չեն լինում, բայց ելքի մասին առնվազն ելքի մասին տեղյակ լինում են։ Տվյալ դեպքում ձեր վստահությունը, որ անձը տեղեկացված է եղել իր բողոքի ելքի վերաբերյալ, այսինքն անորոշության մեջ չի գտնվել, 1 տարի 4 ամիս շարունակ չի եղել ստիպված սպասելու, թե ինչ որոշում կկայացնի դատարանը։ Ձեր համոզմունքը, որ նա հեռախոսով այդ մասին տեղեկացվել է, ինչով է պայմանավորված, եթե հեռախոսագիր արկա չէ։ Հաստարկված չեմ կարող ձեր հարցին պատասխանել, իմ տեղեկություններով գործվարույթի նյութերում արկա չի հեռախոսագիր, սակայն պրակտիկայում, քրեականի մասնագիտացման կամ քաղաքացիականով էլ, եթե չեմ սխալվում, կա նաև գրավոր ընթացակարգով քննության գործեր, ելքի մասին տեղեկացվում են։ Եթե կարելի է, պարոն Աթաբեկյան, մեկ հարցել, ինչքանով եք հնարավոր համարում, պարոն Վարոսյան, որ այդքան ուշացումով որոշում կայացնելու դեպքում 1 տարի 3 ամիս կամ 4 ամիս անց որոշում կայացնելու դեպքում դուք քննիչի գործողությունները կարող եք համարել իրավաչափ եւ համարել, որ վարույթ հարուցելու հիմքեր չկան։ Այսինքն, եթե դուք նման որոշում չկայացնեիք, փաստացի ավելի վատ վիճակում արդյոք չէր լինի արդարադատության ձեր կայացրած որոշման իրավաչափությունը։ Եթե հակառակ որոշում կայացնեի, կկայացնեիք արդյոք, այսպես վերաձևակերպեմ, 1 տարի 3 ամիս անց արդյոք կարող էիք կայացնել այլ որոշում։ ամբողջ խնդիրն այն է, որ ես 1 տարի 4 ամիս հետո չեմ կայացրել որոշումը։ Որոշումը սահմանված ժամկետում կայացվել է, որ առանձին փաստաթղթի ձևով է տրամադրվել ուշ։ Պրակտիկայում հասկացած էր հարցը, պրակտիկայում հնարավոր չի կողմին ասել, օրինակ, մերժվել է ձեր բողոքը, բայց 1 տարի հետո բավարարված որոշում ուղղել։ Բայց այդ մասին, որ ասվել է, դուք նույնպես փաստացի որևէ ապացույց չունեք։ Չեմ կարող ներկայացնել այդ։ Շնորհակալ եմ։ Որպես շահագրգիռ կողմ գործող դատավորները կհավաստեն, որ ցանկացած շահագրգիռ անձ զանգում առնվազն ելքը իմանում է։ Այսինքն ելքի մասին նշում վարույթի նյութերում, որ տեղյակ չեմ եղել ես ելքի մասին, իմ կարծիքով չկա։ Ուղղակի իր դատավարական իրավունքն է ցանկացել կողմը իրացնել բողոքարկման միջոցով, որը որ ըստ էության իրացրել է։ Վերջ։ Անցնենք քննան գործում։ Շնորհակալություն։ Պարոն Վարոսյան, վարույթի ընթացքում ձեր ներկայացրած բացատրության մեջ որոշակի մանրամասներ եք ներկայացրել ընդհանուր առմամբ ծանրաբեռնվածության մասին, այդ թվում նաև դատական նիստերի նշանակման քանակի, վերաբերյալ, նախ կնշեք այդ կայուն ծանրաբեռնվածությունը այդ ամբողջ ժամանակահատվածում է արկա եղել թե ոչ, եւ ձեր նշած 5-ից 6 դատական նիստերը այդ ամբողջ ժամանակահատվածի անխտիր բոլոր օրերին են վերաբերում, իհարկե բացառությամբ արձակուրդի կամ այլ հարգելի պատճառով բացակայության օրերի։ Հասկանալի է հարցը, շնորհակալություն, տեսեք հարգելի խորհրդի անդամ, ծանրաբեռնվածության պայմաններում օրինակ պայմանական, եթե օրինակ 50 քրեական գործ կա իմ վարույթում, ծանրաբեռնվածությունը օրերի վրա էլի նույնն է գալիս, որովհետև եթե 50 քրեական գործը ավելի շուտ է ուղղակի նիստերը նշանակվում։ Եթե գործերի քանակը շատանում է, արդեն օրերի մեջ տեղ չկա նշանակելու, երկար է հետաձգումները տեղի ունենում։ Այսինքն թե 50 գործի պայմաններում, թե 100 գործի պայմաններում իմ օրվա աշխատանքային ծանրաբեռնվածությունը գրեթե նույնն է։ Ուղղակի տարբերությունը հետաձգումների ժամկետային վիճակայքն է լինում։ Դա հասկացա, չէ, ուզում ասել շաբաթվա բոլոր օրերին մշտապես նիստեր եք նշանակում 5-6 նիստ եւ բոլոր օրերին եւ մշտապես այս ամբողջ ժամանակահատվածում նույն գրաֆիկով եք աշխատել, այսինքն։ Ամբողջ օրերը, շաբաթվա բոլոր օրերը, հիմնականում կոնկրետ նստավայրում մեր դալիճի խնդիր չկա, հետևաբար բոլոր օրերում ինձ հատկացված է 1 դալիճ։ Բոլոր օրերում նշանակվում են դատական նիստեր, ընդ որում դատական նիստերի գործի բնույթից ելնելով դատական նիստերը երբեմն նաև տևում է աշխատանքային օրվա ավարտից հետո, կողմերի դիրքորոշումը ճշտելուց հետո իհարկե։ Ծանրաբեռնվածության առումով նաև էական է միջդատական վարույթի, դատական երաշխիքների շրջանակներում քննարկման ենթակա միջնորդությունների հեշտապահության մեջ ներգրաված լինելը։ Դուք որպես վարչականի մասնակետ դուք կպատկերացնեք օրինակ ձեր մոտ էլ կա հրատապ քննարկման ենթակա գործեր, որ կապ չունի ժամը, եթե հայցը ներկայացվեց, պետքա քննարկվի։ Նույն ձևի մեր մոտ խուզարկություններ, կալանքներ, քրեական արտարադատությանը վերաբերող շատ հարցեր դատական երաշխիքների։
Եվ կխնդրեի մի փոքր խոսեիք գործի բարդության մասին եւ դատական ակտը կազմելուն ուղղված աշխատանքների ծավալի ու բարդության մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, գործի բարդությունը, տեսեք, 17 թվականին անձի դատապարտման վերաբերյալ դատավճռի ավելի ճիշտ 2017 թվականին անձը դատապարտվել է հանցագործության կատարման համար, 17 թվականից հետո դուժող կողմը իր գույքային իրավունքները հնարավորություն չի ունեցել իրականացնելու, այդ թվում նաև բողոքի մեջ էր այդ մասին նշված, որ վերջի միջոցը մնացել քրեականով իր իրավունքների իրացմանը հասնելը, բայց տեսեք հետաքրքիրը որն է, որ քրեական գործի շրջանակներում գույքային հայցը, քաղաքացիական հայցը բավարարվել է, ուղարկվել է կատարման, սակայն մեղադրյալի դատապարտված մեղադրյալի գույք չունենալու պատճառով հնարավորություն չի ունեցել ինքը իր գույքային հայցը փաստացի ստանալուն։ Դիմել է սնանկության դատարան, ճանաչվել է սնանկ։ Դիմել է սնանկության դատարան, որպեսզի ընդգրկվի ցուցակում, սակայն ժամկետի բացթողնման պատճառով, եթե չեմ սխալվում, չի ընդգրկվել սնանկության ցուցակում։ Ու այդքանից հետո նոր անձը որոշել է, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի վերաբերյալ հայտնել է իրավասու մարմիններին ու ըստ էության այդ ամեն ինչը դա դատավճիռը շուրջ 50 էջից բաղկացած դատավճիռ էր եւ բարդությունը ըստ էության կայանում էր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի արձանագրումը։ Այսինքն ամբողջ նյութերը պետք է դատավճիռից այդ թվում նաև դատավճիռը ուսումնասիրվեր իմ կողմից, որպեսզի էական հանգամանքները գործի լուծման տեսանկյունից արձանագրվեր եւ դուրս հանվեր։ Տիկին Ամբարձում վերջացրի։ Ու հարց կա։ Տիկին Թումանյանց խնդրեմ։ Պարոն Վարդասյան, ես նայում եմ ձեր իսկ կողմից ներկայացված թվերը, եթե կարելի է դուք էլ հստակեցրեք ըստ այդմ, որպեսզի հարցը ստամ։ Դուք նշել եք հենց միջդատական վարույթով եք տվել նաև վիճակագրություն 2004-2025-ին կարծես թե 7 գործ եք փոխանցել 24-ից 25 եւ 25-ից 26 կոնկրետ այդ տիպի գործերը փոխանցում են կատարվել 13 գործ։ Մի հատ ուզում եք դուք էլ նայեք հաստատեք, նոր առաջ շարժվենք, շնորհակալություն։ Որոշման մեջ էր նշված այդ թվերը։ Միջնորդության մեջ կար, այո, որտեղ ներառված էր, որ դա ձեր պատասխանում է։ Էջը կնշեք։ Իհարկե։ 7 8 9 կոնկրետ միջդատականը 9-ում նշված 2005-2026 ու 7-րդ էջում նշված է 24 չներողություն 8-րդ էջում նշված 24-25-ը միջդատականով 7-ում ընդհանուր թվերն են։ Այս 7 թիվը Տիկին Թումանյանց միջդատական ակտերի կատարման, այդ թվում նաև դատական հանձնարարություններ եւ միջդատական վարույթի դատական երաշխիքներին է վերաբերում, այդ 7 թիվը կոնկրետ այդ 11 կոդով գործը չի, կարող է լինել 13 կոդով գործ կամ 16։ Այսինքն այս թվերի մեջ կոնկրետ այս գործը, որի մասին մենք խոսում ենք, չկա։ Չկա, այս 7-ի մեջ այդ գործը կոնկրետ չկա։ Ոչ էլ այն 13-ի մեջ կա, ինքը այն ընդհանուր թվերի մեջ է, ձեզ, հա։ Չէ, դա փոխանցված չի համարվում, դա ավարտված գործ է։ Դուք որպես ավարտած եք դա տալիս։ Դա ավարտված գործ է։ Շատ լավ, այդ դեպքում մի հատ այսպիսի հարց, դա տվել եք որպես ավարտած, բայց ենթադրում եմ վստահ եմ բարեխիղճության վրա իմացել եք, որ պետք է անեք։ Ու ուզում եմ հասկանամ այդ ձեր անհանգստությունը, որը տևել է մոտ 1 տարի 4 ամիս։ Այդ գործը ինչ որ բարդություններ ներկայացնում իր բովանդակությամբ, որ չեք կարողացել ավարտել, որովհետև միջդատականի ավարտները նայում ենք, բավականին այնպիսի թվեր են, որ չգիտեմ, բայց իհարկե բոլորով տվել եք ավարտ եւ չեք տվել դատականակ, թե սա բացառություն է կազմում, դա արդեն ընդհանրապես այս գործի քննության հետ իհարկե առնչություն չունի, բայց ամեն դեպքում ունեք X քանակությամբ ավարտներ, մոտ 365, 24 թվականին այնտեղ էլ մոտավորապես այդպիսի թիվեր, ուզում եմ հասկանամ, դուք ինչ-որ հատուկ բարդություն ունեցող որոշում է եղել իր բովանդակային առումով, որ այսքան ձգձգվել է եւ չեք հասցրել թեկուզ ընդհանուր գործերի քանակի մեջ սա ավարտել, թե ուղղակի, չգիտեմ, մոռացել եք, չեք հասցրել ինչ-որ այլ պատճառներով եւ ընդհանրապես միայն ծանրաբեռնվածության պայմանավորված։ Հարցը շնորհակալություն Տիկին Թումանյանց, Տիկին Համբարձումյանի հարցին ըստ էության նույնաբնույթ էր, առանձնակի ինչ-որ բարդություն իրենից չի ներկայացրել։ Իմ համար տենց ինչ-որ առանձնակի բարդության գործ երևի թե, չգիտեմ,
դատավճիռ կարող է լինել 150 վկայով օրինակ, որ կարողանաս այդքան անձանց ցուցմունքները դատաքննական արձանագրվի, ընթերցես համապատասխանելիությունը որոշես։ Կոնկրետ այդ դեպքում պարտությունը կայացել է զուտ փաստերը, էական նշանակություն ունեցող փաստերը դատավճիռի հիման վրա 17 թվականի կայացված դատավճիռով հաստատված կամ հերկված հանգամանքների վերաբերյալ կողմը ինչ որ հարցադրումներ էր բարձրացրել։ Այդ ժամանակն ըստ էության առանձնակի պարտությունը չի եղել առանձնակի պարտություն իմ համար։ Ուղղակի անհրաժեշտ ժամանակը, որ եղել է, որ սկսել եմ աշխատել վրեմ, բայց ընթացքում օրինակ այլ հրատապ ինչ որ չգիտեմ գործ ա եղել, կիսատ է մնացել։ Հետո այդ կիսատ մնացածը նորից 0-ից է սկսում աշխատել, այսինքն անընդմեջ ինձ պետք էր օրինակ 4-ից 5 ժամ ժամանակ անընդմեջ, որ այլ գործով չզբաղվեի, որպեսզի կարողանայի նախագիծը դարձնել որոշում։ Շատ լավ, շնորհակալություն։ Պարոն Վարոսյան, ձեր պատասխանից մի հարց առաջացավ, այ դուք ասացիք, որ այս գործով փոխանցում չի եղել, այսինքն այդ թվաբանական տվյալների մեջ, հա, փոխանցված գործ որպես ցույց չի տվել, այսինքն ցույց է տրվել որպես ավարտված գործ, հա։ Ես այս բանը չեմ կարող ասել, թե դուք ավելի ճիշտ կասեք, թե քրեական գործերով ինչպես է այդ գործավարությունը արվում, բայց օրինակ վարչական գործերով համակարգում այդ ընթացքը գործի ցույց տալու համար նշվում է, որ ելքը մերժվել է, թե բավարարվել է, հա, հետո նոր միայն այդ մնացած արխիվացման եւ մնացած ընթացիկ գործողություններն են արվում։ Այդ ձեր համակարգում այդպիսի նշում արվել է մերժվելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում։ Համակարգը չունի համապատասխան պատուհան մերժվել բավարարվելու, բայց գրասենյակին տեղեկացվել է։ Վստահաբար այս փոխանցված 7 թվի մեջ նշված չի այդ գործը։ Գրասենյակի պետը առնվազն հարցնում է մանավանդ դեկտեմբեր ամսվա վերջին, որ ուշացումները ոչամտորեն հնարավոր է լինել, ելքի վերաբերյալ առնվազն գրասենյակը տեղեկացվում է եւ իր հաշվետվությունում ներառում է դա որպես մերժված։ Բայց դուք տվյալներ չունեք, թե կոնկրետ լրացվել է, չի լրացվել համակարգում, հասանելի եղել է, թե չի եղել։ Չկա նման պատուհան, բավարարվել կամ մերժվելու պատուհան չկա։ Շատ լավ, շնորհակալություն։ Չէ, հետո ձեր եզրափակիչ ելույթով նշեք կասեք։ Հա, Տիկին Համբարձումյանի հարցինի պատասխան ասեք, լավ։ Մենք վարույթի ընթացքում այդ խնդիրը ունեցել ենք, մենք էլ հնարավորություն չունենք տեսնել, որտեղ դա ոչ մեկի մոտ չի երևում։ Այսինքն մասնակիցներից ոչ ոք չի կարող ինքը տեսնի եւ հասկանալ։ Բացի Շնորհակալություն պարզաբանման համար։ Ի վերջո ուզում եմ իմանամ 2025 թվականի քանի քրեական գործ եք ստացել։ Ստացվել թե ավարտվել։ Չէ, որ ասում ավարտվել է, որ ավարտվել լիներ, կասեի ավարտվել, էլի քանի քրեական գործ եք ստացել 25 թվական։ 213 քրեական գործ նախորդ տարվանից փոխանցվել է 64-ը, որոնցով 183-ով կայացվել է վերջնական դատական ակտ։ Այ 183 դատավճիռ եք տվել, չէ, տեսակները դնենք մի կողմ։ Ես մի որոշումը, որ ձեզանից պահանջում էր մի 4 ժամ, այ վերջը ի՞նչն էր խնդիրը, որ 1 տարի այդ 25 թվական, ես հատուկ հարցեցի 25 թվական, որովհետև այդ միջնորդությունը հարց պետք է լուծվեր 24 թվականի վերջին, լավ, ընդունենք 10-20 օր հետո տենց զբաղված եք եղել, նախատոն տարվա վերջ են, որ շատ քրեական գործ եք ստանում տարվա վերջ, դա էլ գիտենք, նաև տարվա վերջ ուզում եք որոշակի մաքրեք ձեր մոտի գործերը, այսինքն sense հրատապ լուծելու հարցեր են առաջանում։ Այդ անցանք, լավ, 25 թվականը սկսվեց, ոնց որ թե 60 մոտավորապես գործով տեղափոխվեցիք, չէ՞, քանի գործով տեղափոխվեցիք 25 թվական։ 90 Դե դրանք այդ միջդատականները։ 64 գործով մտակ 2025 թվական։ Այդ 4 ժամը, դա էլ դուք եք ասել, էլի, որ 4-5 ժամ էր պետք ինտենսիվ աշխատելու եւ այդ որոշումը համապատասխան դատական ակտը տալու։ Ինչն էր խնդիրը, որ այդ 2025 ամբողջ 2025 թվական, չեմ էլ գալիս 2026-ի միջև ապրիլ, էլի, չէ՞, ոնց որ թե 26-ի ապրիլ ամիսն։ Այդ 4-5 ժամը չեղավ հատկացնել։ Տրամաբանությունը ուղղակի էլի հասկանալ։ ըստ էության Տիկին Համբարձումյանի հարցնել էր կամ Հարությունյանի կներեք չեմ հիշում 64-ա թե 164-ա ըստ էության նույն օրվա ծանրաբեռնվածությունը նույնն է լինում։ Այսինքն եթե օրինակ 64 գործով ես օրական նշանակում եմ 5-ից 6 դատական նիստեր,
շաբաթը 1 կամ 2 շաբաթը 1 հաճախականությամբ, 164-ի դեպքում էլի օրական 5-ից 6 գործեր, ուղղակի արդեն 2 ամիսը 1 հաջորդ պարբերականությամբ կնշանակվի։ Այսինքն ընթացիկ գործի թիվը իմ կարծիքով ծանրաբեռնվածության վերաբերյալ ցուցանիշ չի, հավարտն է ծանրաբեռնվածության վերաբերյալ ցուցանիշը։ Այսինքն գործերի քանակը ծանրաբեռնվածության ցուցանիշ չի։ Ես ճիշտ հասկացա, այսինքն դուք կունենաք 60 գործ թե 160 գործ այս համար տարբերություն Օրվա չկա։ ծանրաբեռնվածության մասով չէ, որտեղ նույն գործով ենթադրենք, եթե մի գործով նշանակում եմ 2 շաբաթը 1 նիստեր, 164 գործի պայմաններում արդեն 2 ամիսը 1 նիստեր կնշանակվի։ Այսինքն օրվա ծանրաբեռնվածության վրա գործի ընթացիկ քանակը ըստ էության էական նշանակություն ունենալ չի կարող իմ կարծիքով։ Այսինքն կարող ենք ընդունել, որ իհարկե չեմ կարծում իրավիճակը այդ ճանապարհով գնա, պայմանական վերցնենք, որ 400 քրեական գործ դառնա ձեր տարեկան ստացածը, ձեր կյանքում ոչ մի բան չի փոխվելու ծանրաբեռնվածության մեջ։ Այս մաքսիմում ծանրաբեռնվածության դեպքում չէ։ Չէ, դե դուք եք ասում, արդեն կնշանակեք տարին 1 նիստերը, դառնա 800 գործ 5 տարին 1 նիստերը։ Արտարադատությունն է արդեն դուժելու դրանից, այսինքն այն ժամանակ, եթե ես 2 շաբաթը 1 հնարավորություն ունեի նիստ նշանակելու, հիմա 3 ամիսում 1 կնշանակվի այդ դեպքում նիստը։ Այսինքն օրվա ծանրաբեռնվածությունը նույնն է լինելու։ Տեսեք, 400 գործ դատավորը չի կարող մի օրվա մեջ 400 գործով զբաղվել։ Դատավորը կարող է զբաղվել այդ օրվա նշանակված դատական նիստերով։ Այսինքն օրական իմ նշանակված դատական նիստերը 5-ից 6 դատական նիստեր են, որոնք որ ողջամտորեն հնարավոր է իրականացնել։ Շնորհակալություն։ Խորհրդանցում է վարչաշրջանում ներկայացված փաստաթղթերի հրապարակման, ըստ էության ապաստների հետազոտմանը, անհրաժեշտություն համարում եք հանձնաժողովի հարգելի ներկայացուցիչներ հաթաթ անդրադառնալու, թե համարենք հետազոտված են ինչ-որ կա ձեր վարույթի որոշումը եւ ձեր համապատասխան որոշումն ու կիցնյութերը։ Համարենք հետազոտված հարգելի։ Շատ լավ, դուք հարգելի դատավոր։ Շատ լավ։ Հիմա եզրափակիչ ելույթների հնարավորություն կտրվի։ Խնդրեմ ձեր եզրափակիչ ելույթը ինչ-որ բան եք քանի ասել։ որ հարգելի դատավոր հրաժարվեց իր այդ իրավունքից, մենք էլ ենք հրաժարվում այդ իրավունքից։ Չէ, արձանագրենք ոչ թե տենց որպես այսպեսին հրաժարվեց, այլ ասած ինձ ամբողջության մեջ ընդունել են դիրքորոշումը նաև որպես եզրափակիչ ելույթ, եթե դուք ուզենաք ինչ-որ բան ավելացնել, այսինքն ընդունենք այն ինչ որ քննարկվել են դիրքորոշումները, որը որ ձեր բոլորի կողմից ստացել ենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Այսպիսով քննությունը խորհուրդը համարում է ավարտված, որոշումը կհրապարակվի 2026 թվականի 6-րդ ամսի 25-ին ժամը 10:55 նույն վայրում, համարում եք ծանոթված։ Դատական նիստը հայտարարվում է փակված։